Քաոսային փոթորկի մեջ մի դժբախտ պատահար գրեթե մեկ կյանք էր խլել։ Քաղաքի մյուս ծայրում մոռացված անցյալով մեկը որոշեց նվիրաբերել այն արյունը, որը կարող էր փրկել։ Բայց այն, ինչ թվում էր պարզապես բարության ժեստ, բացեց դռները անսպասելի հաշվեհարդարի համար։ Նախքան այս զարմանալի պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի հուզիչ պատմությունների համար։ Մետաղի աղմկահարույց ջռոցը արձագանքեց Երանի Մաշտոցի պողոտայում։ Սովորական երեքշաբթի կեսօր էր, բայց հորդառատ անձրը փողոցները վերածել էր վտանգավոր գետերի։ Օլիվիան ամուր բռնել էր իր ներմուծված սեդանի ղեկը, երբ լուսացույցը դարձավ կանաչ։ Նա չհասցրեց տեսնել բեռնատարը, որը սահեց թաց ճանապարհին։ Հարվածը ուժգին էր։ Շքեղ մեքենան ամբողջությամբ ավերվել էր աջ կողմից, Օլիվիան շպրտվել էր վարորդի դռան վրա։ Մի քանի վայրկյան ամեն ինչ լուռ էր, միայն անձրի ձայնը, որ հարվածում էր ասֆալտին, խախտում էր դժբախտ պատահարի մռայլ անդորրը։ Քաղաքի մյուս ծայրում, Երանի կենտրոնական հանրային հիվանդանոցում, Մարկոսը բանվորական վերնաշապկի թով մաքրում էր քրտինքը ճակատից։ Նա վերջին 4 ժամն անցկացրել էր շտապ օգնության բաժանմունքի օթորակման համակարգը վերանորոգելով, մի աշխատանք, որը պետք է արված լիներ շաբաթներ առաջ, բայց միջոցները միշտ ուշանում էին։ Նրա դուստրը Աննան համբերատար սպասում էր միջանցքում, խաղալով մաշված լաթե տիկնիկով, որը երբեք չէր լքում նրա ձեռքերը։ «Հայրիկ, էլ որքան ժամանակ է մնացել», հարցրեց 7-ամյա աղջիկը, ճոճելով ոտքերը պլաստիկ աթոռին։ «Մի փոքր էլ, սիրելիս։ Օթորակիչը գրեթե կատարելապես է աշխատում»։ Աննան ժպտաց։ Նա սովոր էր սպասել։ Միշտ սպասում էր, մինչ հայրը աշխատում էր, լիներ դա հիվանդանոցում, արտրային գրասենյակում, որտեղ նա գիշերային սպասարկում էր կատարում, թե հանգստյան օրերին, մասնավոր տներում։ Մարկոսը անխոնջ աշխատում էր, որպեսզի Աննայի համար ոչ մի բան պակաս չլիներ, նույնիսկ եթե դա նշանակում էր գիշերական ընդամենը 4 ժամ քուն։ Շտապ օգնության մեքենայի սրնգի կտրուկ ձայնը կտրեց օդը, երբ այն հասավ հիվանդանոց։ Մարկոսը ավարտում էր սարքավորումների վերջին կարգավորումները, երբ տեսավ ինտենսիվ շարժումը շտապ օգնության բաժանմունքում։ Բժիշկները վազում էին, հրելով պատգարակը, որի վրա մի կին անգիտակից էր, ծանր վնասվածքներով։ «Շտապը ռեզուս բացասական արյուն է պետք», բղավեց բժիշկներից մեկը։ «Դա չափազանց հազվադեպ է, արյան բանկում քիչ ունենք»։ Մարկոսը անմիջապես դադարեցրեց իր աշխատանքը։ «Ռեզուս բացասական»։ Նա լավ գիտեր այդ դասակարգումը, դա նույն արյան խումբն էր, որը հոսում էր իր երակներում։ Նա դա հայտնաբերել էր տարիներ առաջ, երբ Աննան ծնվել էր անժամանակ հատուկ խնամքի կարիք ուներ։ Այն ժամանակ բժիշկները բացատրել էին, որ բնակչության 1%-ից քիչն ուներ այդ արյան խումբը։ Պատգարակի վրա գտնվող կինը շատ արյուն էր կորցնում։ Նույնիսկ հեռվից Մարկոսը կարող էր տեսնել իրավիճակի լրջությունը։ Բժիշկները վազում էին այս ու այն կողմ, փորձելով կայունացնել նրան, բայց ակնհայտ էր, որ նրանց ավելի շատ արյուն էր պետք փոխներարկման համար։ «Դոկտոր», Մարկոսը մոտեցավ բժշկական անձնակազմին։ «Ես ռեզուս բացասական արյուն ունեմ։ Կարող եմ օգնել»։ Բժիշկը զարմանքով թեթությամբ նայեց նրան։ «Վստահ եք ձեր արյան խմբի մեջ»։ «Բացարձակ։ Թեստերը տանն ունեմ, բայց արդեն նվիրաբերել եմ»։ Մարկոսը արդեն հանում էր իր բանվորական վերնաշապիկը։ «Կատարեք այն թեստերը, որոնք անհրաժեշտ են, բայց շտապենք»։ Մի քանի րոպեի ընթացքում Մարկոսը պառկած էր կողքի պատգարակին, ձեռքին ասեղ, տեսնելով, թե ինչպես է իր արյունը հոսում թափանցիկ խողովակներով։ Աննան անհանգստացավ, տեսնելով հորը այդ իրավիճակում, բայց նա ժպիտով հանգստացրեց նրան։ «Հայրիկը օգնում է մեկին, ով շատ կարիք ունի, ինչպես բժիշկները օգնեցին քեզ, երբ ծնվեցիր»։ Աղջիկը գլխով արեց, հասկանալով պահի կարևորությունը։ Նա բռնեց հոր ազատ ձեռքը, դիտելով նվիրատվության գործընթացը։ Վիրահատարանում Օլիվիան կյանքի մահվան միջ էր։ Վիրաբույժները ժամանակի դեմ պայքարում էին, դադարեցնելու ներքին արյունահոսությունները վերականգնելու վթարի հետանքով առաջացած վնասները։ Մարկոսի արյունը հասավ հենց այն պահին, երբ նա ամենից շատ էր դրա կարիքը զգում։ «Ճնշումը կայունանում է», հայտարարեց բժիշկներից մեկը։ «Փոխներարկումը աշխատում է»։ Մինչդեռ միջանցքում Մարկոսը ավարտում էր իր նվիրատվությունը։ Նա մի փոքր գլխապտույտ էր զգում, բայց գոհ էր, որ կարողացել էր օգնել։ Նրան սպասարկող բժիշկը տպավորված էր նրա, լիովին անծանոթ մարդուն օգնելու պատրաստակամությամբ։ «Շատ շնորհակալ եմ այսօր արածիդ համար»։
Այս կինը իր կյանքը պարտական է ձեզ։ Հուսով եմ, որ նա լավ կվերականգնվի, պատասխանեց Մարկոսը, նորից հագնելով իր բանվորական վերնաշապիկը։ Իմ անունը ձեզ ոչ մի բանի համար պետք չէ, չէ՞։ Ես ուղղակի ուզում էի օգնել։ Բժիշկը գլխով արեց։ Շատ դոնորներ նախընտրում էին անանուն մնալ, դա սովորական հարգված էր հիվանդանոցում։ Մարկոսը բռնեց Աննայի ձեռքը, երկուսը լքեցին հիվանդանոցը։ Նա պետք է շուտ հասներ իր երկրորդ աշխատանքին, որտեղ աշխատում էր որպես հավաքարար Երանի կենտրոնում գտնվող արտրային շենքում։ Աննան կուղեկցեր նրան, ինչպես միշտ, կատարելով իր տնային աշխատանքը դատարկ սենյակում, մինչ նա աշխատում էր։ Հայրիկ, այդ տիկինը լավ կլինի, հարցրեց Աննան ավտոբուսում։ Հուսով եմ, դուստրս։ Դրա համար ենք օգնում, երբ կարող ենք, չէ՞։ Աննան ժպտաց գլուխը հենեց հոր ուսին։ Չնայած այնքան փոքր էր, նա հասկանում էր, որ հայրը հատուկ մարդ էր, միշտ պատրաստ օգնել ուրիշներին, նույնիսկ երբ իրենք այնքան քիչ ունեին։ Ժամեր անց, վերակենդանացման բաժանմունքում, Օլիվիան սկսեց բարելավման նշաններ ցույց տալ։ Նրա կենսական նշանները կայունանում էին, բժիշկները զգուշավոր լավատեսություն էին ցուցաբերում։ Նա դեռ անգիտակից էր, բայց ամենավատն արդեն անցել էր։ Հիվանդանոցի ընդունարանում սկսեցին հայտնվել կարևոր մարդիկ։ Օլիվիայի ընկերության գործընկերներ, գործադիր օգնականներ, փաստաբաններ։ Բոլորը ցանկանում էին մանրամասներ իմանալ տարածաշրջանի խոշորագույն ձեռնարկատիրական խմբերից մեկը ղեկավարող հզոր գործարար կնոջ վիճակի մասին։ Ռոզան, նրա անձնական օգնականը ավելի քան 10 տարի, մնում էր հիվանդանոցում, համակարգելով ամեն ինչ։ Նա Օլիվիային ավելի լավ էր ճանաչում, քան ցանկացած մեկը, գիտեր, թե ինչպես էր իր շեֆը ատում անհանգստության չափից ավելի դրսևորումները։ Այնուամենայնիվ, նա չէր կարողանում թաքցնել իր սեփական անհանգստությունը։ Ինչպե՞ս է նա, դոկտոր, հարցրեց Ռոզան, երբ վիրաբույժը դուրս եկավ վերակենդանացման բաժանմունքից։ Կայուն է, բայց դեռ պետք է մոնիտորինգի ենթարկել։ Նրա կյանքը փրկեց արյան փոխներարկումը, որը ժամանակին ստացանք։ Մեզ բախտ վիճակվեց գտնել համատեղելի դոնոր։ Դոնոր։ Ինչ-որ մեկը հատուկ նրա համար արյուն նվիրաբերել է։ Մի երիտասարդ, ով աշխատում է այստեղ հիվանդանոցում։ Շատ հազվադեպ արյան խումբ, ըբ ռեզուս բացասական։ Եթե չլիներ նա, չգիտեմ, թե կկարողանայինք արդյոք փրկել նրան։ Ռոզան մտածկոտ դարձավ։ Օլիվիան միշտ ասում էր, որ չի հավատում զուգադիպություններին, որ բիզնես կյանքում ամեն ինչ իր պատճառն ունի։ Միգուցե այս իրավիճակը տարբեր չէր։ Մինչդեռ Մարկոսը հասավ այն շենքին, որտեղ աշխատում էր ամեն գիշեր։ Շենքի կառավարիչը ողջունեց նրան, տվեց բանալիները։ Աննան տեղավորվեց դատարկ հանդիպումների սենյակներից մեկում, տարածելով իր տետրերը մեծ ապակե սեղանին։ Այսօր շատ չեմ ուշանա, արքայադուստրս։ Միայն 3 հարկ է մաքրելու։ Աննան գլխով արեց, սուզվեց տնային աշխատանքների մեջ։ Մաթեմատիկան երբեք նրա ուժեղ կողմը չի եղել, բայց նա ջանք էր գործադրում, քանի որ գիտեր, թե որքան կարևոր էր հոր համար, որ ինքը լավ գնահատականներ ունենա դպրոցում։ Մարկոսը սկսեց աշխատել առաջին հարկից։ Մաքրելիս նա մտածում էր հիվանդանոցի կնոջ մասին։ Արդյոք նա ընտանիք ուներ։ Երեխաներ։ Ինչ-որ մեկը սպասում էր նրան տանը։ Նա չէր կարող պատկերացնել, թե ինչպես կլիներ Աննային մենակ թողնել աշխարհում, եթե իր հետ ինչ-որ բան պատահեր։ Աղջկա ապագայի մասին այս մշտական անհանգստությունն էր, որ դրդում էր նրան այդքան շատ աշխատել։ Մարկոսը գիտեր, որ չի կարող շքեղություն առաջարկել Աննային, բայց կարող էր ապահովել կրթություն, քնքշանք, ամենակարևորը՝ միշտ ներկա լինել նրա կյանքում։ Վերում Աննան ավարտել էր մաթեմատիկայի դասը, սկսել էր նկարել։ Դա նրա սիրելի զբաղմունքն էր, հատկապես երբ նա նկարում էր մեծ տներ, ծաղկած այգիներով։ Նա միշտ նկարներում ներառում էր բարձրահասակ տղամարդու փոքրիկ աղջկա, երբեմն ավելացնում էր ժպտացող կնոջ, ում նա պատկերացնում էր որպես մայր։ Շենքը լուռ էր այդ գիշեր։ Միայն փոշեկուլի ձայնը, Մարկոսի քայլերը արձագանքում էին դատարկ միջանցքներում։ Նա սիրում էր այս խաղաղության պահը, երբ կարող էր աշխատել իր ռիթմով, մտածել կյանքի մասին։ Վերադառնալով հիվանդանոց, Օլիվիան վերջապես բացեց աչքերը։ Տեսողությունը մշուշված էր, կոկորդը չոր, բայց նա գիտակից էր։ Ռոզան առաջին մարդն էր, ում նա տեսավ իր կողքին։ Օլիվիա։ Շնորհակալություն Աստծուն, որ արթնացար, ասաց Ռոզան, բռնելով նրա ձեռքը։ Ինչ պատահեց, ձայնը թույլ ու խռպոտ էր դուրս գալիս։
Դուք ավտովթարի եք ենթարկվել։ Բայց հիմա ամեն ինչ լավ է, դուք լիովին կվերականգնվեք։ Օլիվիան փորձեց հիշել մանրամասները, բայց նրա հիշողությունը մասնատված էր։ Հիշում էր անձրը, կանաչ լուսացույցը, հետո ոչինչ մինչ այդ պահը հիվանդանոցում։ Որքան ժամանակ է, որ եսը։ 2 օր։ Դուք շատ արյուն կորցրիք, բայց հասցրիք ժամանակին փոխներարկում ստանալ։ Փոխներարկում։ Որտեղից եկավ արյունը։ Ռոզան մի պահ հապաղեց։ Հիվանդանոցի դոնորներից մեկը։ Ձեզ հետ նույն արյան խումբն ունեցող մեկը։ Օլիվիան փակեց աչքերը, մտքում մշակելով տեղեկությունը։ Նրա կյանքը փրկել էր անծանոթ մեկը։ Այս իրականությունը անհանգստացնում էր նրան այնպես, որ նա չէր կարող բացատրել։ Նա սովոր էր ամեն ինչ վերահսկել, լուծումներ գնել, խնդիրներ լուծել փողով ազդեցությամբ։ Բայց այս անգամ նրա կյանքը կախված էր մեկի անշահախնդիր բարությունից, ով նույնիսկ չէր ճանաչում նրան։ Ուզում եմ իմանալ, թե ով էր դա, վճռականորեն ասաց նա, թե դեռ թույլ էր։ Օլիվիա, դուք պետք է հանգստանաք հիմա։ Կարող ենք խոսել այդ մասին, երբ ավելի լավ զգաք։ Բայց Օլիվիան այն մարդկանցից չէր, ովքեր բաց հարցեր էին թողնում։ Նույնիսկ թուլացած, նրա միտքն արդեն աշխատում էր, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող էր հատուցել այն ժեստը, որը փրկել էր նրա կյանքը։ Գիշերը հանգիստ էր արտրային շենքում։ Մարկոսը ավարտում էր վերջին հարկի մաքրումը, երբ լսեց Աննայի կանչը։ Նա քնել էր գրքերի վրա արթնացել շփոթված։ Արդեն վերջացրել ես, հայրիկ։ Գրեթե, սիրելիս։ Միայն նյութերն է պետք տեղադրել։ Աննան ձգվեց օգնեց հորը դասավորել մաքրող միջոցները սայլակում։ Դա մի ռեժիմ էր, որը նրանք միասին կատարում էին ավելի քան 2 տարի, այն պահից, երբ Մարկոսը ստացել էր այս երկրորդ աշխատանքը։ Տունդարձի ճանապարհին, գրեթե դատարկ գիշերային ավտոբուսում, Աննան հարցրեց, թե արդյոք հայրը լավ էր զգում։ Նա նկատել էր, որ հայրը սովորականից ավելի հոգնած էր թվում։ Մի փոքր թույլ եմ արյան նվիրատվության պատճառով, բայց շուտ կանցնի։ Դուք այսօր շատ քաջ էիք, հայրիկ։ Մարկոսը ժպտաց գրկեց դստերը։ Ցանկացած մարդ նույն բանը կաներ, արքայադուստրս։ Բայց Աննան գիտեր, որ իր հայրը հատուկ էր։ Նույնիսկ բոլոր դժվարությունների հետ, նա միշտ գտնում էր ուրիշներին օգնելու միջոց։ Դա մի դաս էր, որը նա կտաներ իր հետ ամբողջ կյանքի ընթացքում։ Երբ նրանք հասան փոքրիկ բնակարան, որը նրանք կիսում էին Երանի արվարձաններից մեկում, Մարկոսը արագ ուտելիք պատրաստեց Աննայի համար, քնեցրեց նրան։ Նա դեռ պետք է սովորեր ամսվա վերջին մասնագիտական վերահաստատման քննության համար, մի փորձ վերադառնալու ինժեներական ոլորտում աշխատելուն։ Նստած խոհանոցի սեղանի շուրջ, շրջապատված տեխնիկական գրքերով ձեռնարկներով, Մարկոսը իրեն թույլ տվեց երազել իր Աննայի համար ավելի լավ ապագայի մասին։ Միգուցե շուտով նա ավելի լավ աշխատանք կստանար, միգուցե նրանք կկարողանային տեղափոխվել ավելի մեծ բնակարան, միգուցե Աննան կունենար բոլոր այն հնարավորությունները, որոնց արժանի էր։ Մարկոսը չգիտեր, որ իր կյանքը պատրաստվում էր փոխվել այնպես, ինչպես երբեք չէր պատկերացնի։ Վթարից մեկ շաբաթ անց Օլիվիան արդեն տանն էր, վերականգնվում։ Նրա պենթհաուսը Երանի ամենահեղինակավոր թաղամասից մեկում երբեք այդքան լուրջ չէր թվացել։ Սովոր լինելով հանդիպումների, հեռախոսազանգերի բիզնես որոշումների մշտական եռուզերին, հարկադրական հանգիստը նրան անհանգիստ մտածկոտ էր դարձնում։ Ռոզան ամեն առավոտ գալիս էր հաշվետվություններով, ստորագրելու փաստաթղթերով, բիզնեսի վերաբերյալ թարմացումներով։ Բայց Օլիվիան միշտ զրույցը շեղում էր նույն թեմային։ Անանուն դոնորը, ով փրկել էր իր կյանքը։ Ինչ-որ նոր բան հայտնաբերել եք, հարցրեց Օլիվիան, մինչ Ռոզան թղթերը դասավորում էր հյուրասենյակի սուրճի սեղանին։ Դեռ փորձում եմ։ Հիվանդանոցը խիստ քաղաքականություն ունի դոնորների գաղտնիության վերաբերյալ։ Բայց ես կարողացա որոշ հիմնական տեղեկություններ ստանալ վարչակազմի հետ կապից։ Օլիվիան շտկվեց բազմոցին, անմիջապես հետաքրքրություն ցուցաբերելով։ Դոնորը հիվանդանոցի աշխատակից է, աշխատում է սպասարկման բաժնում։ Տղամարդ, 30-ից 40 տարեկան, ունի փոքր դուստր, ով նրան ուղեկցում էր նվիրատվության օրը։ Միայն դա։ Առայժմ, այո։ Բայց ես աշխատում եմ ավելի շատ մանրամասներ ստանալու համար։ Ռոզան հապաղեց, նախքան շարունակելը։ Նա բավականաչափ երկար էր ճանաչում Օլիվիային, իմանալու համար, որ իր շեֆը մոլուցք էր զարգացնում, բացահայտելու այն մարդու ինքնությունը, ով փրկել էր նրան։
Դա պարզապես երախտագիտություն չէր, դա ավելի խորը բան էր, կարծես նա պետք է հասկանար, թե ինչու մեկը նման զոհողություն կաներ, ոչինչ չսպասելով փոխարենը։ Օլիվիա, վստահ եք, որ ուզում եք գտնել այդ մարդուն։ Միգուցե նա նախընտրում է անանուն մնալ ինչ-որ պատճառով։ Ռոզա, այդ մարդը ինձ կյանքի երկրորդ հնարավորություն տվեց։ Ամենակիչը, ինչ կարող եմ անել, անձամբ շնորհակալություն հայտնելն է համապատասխան պարկ առաջարկելը։ Բայց խորքում Օլիվիան գիտեր, որ իր դրդապատճառներն ավելի բարդ էին։ Վթարը նրա մեջ արթնացրել էր տարօրինակ խոցելիություն։ Առաջին անգամ երկար ժամանակ նա ամբողջությամբ կախված էր եղել մեկ այլ մարդու բարությունից, չկարողանալով ոչինչ առաջարկել փոխարենը։ Այս զգացումը միաժամանակ անհանգստացնում հմայում էր նրան։ Մինչդեռ Մարկոսը հետում էր իր սովորական առօրյային։ Ամեն առավոտ նա Աննային տանում էր դպրոց, նախքան հիվանդանոց գնալը, որտեղ, բացի սպասարկման աշխատանքներից, երբեմն օգնում էր փոքր շտապ վերանորոգումներով։ Նա սիրված մարդ էր աշխատակիցների շրջանում, միշտ պատրաստ լուծելու խնդիրներ, որոնք առաջանում էին սովորական ժամերից դուրս։ Այդ հատուկ առավոտ Մարկոսը հիվանդանոցի լվացքատանը արտահոսք էր վերանորոգում, երբ լսեց երկու բուժքույրերի զրույցը։ Լսեցիք, որ այն գործարար կինը, ով այդ վթարի էր ենթարկվել, պարկ է առաջարկում, գտնելու այն դոնորին, ով փրկել է նրան, մեկնաբանեց նրանցից մեկը։ Իրոք։ Որքան։ Ճշգրիտ գումարը չգիտեմ, բայց ասում են, որ զգալի գումար է։ Մարկոսը դադարեցրեց իր աշխատանքը։ Նա չէր սպասում, որ իր արարքը հիվանդանոցում քննարկման առարկա կդառնար։ Նա արյուն էր նվիրաբերել, որովհետև դա ճիշտ էր անել, ոչ թե որովհետև ակնկալում էր որը ճանաչում կամ պարկ։ Այն միտքը, որ ինչ-որ մեկը իրեն էր փնտրում, անհարմար էր դարձնում նրան։ Մարկոսը սովորել էր գնահատել իր գաղտնիությունը այն պարզ կյանքը, որը կառուցել էր Աննայի հետ։ Նա չէր ցանկանում բարդություններ, հատկապես կորպորատիվ աշխարհի մարդկանցից, որոնց նա թողել էր տարիներ առաջ։ Ճաշի ժամանակ Մարկոսը որոշեց խոսել դոկտոր Սարգսյանի հետ, ով համակարգել էր փոխներարկումը։ Դոկտոր, ճիշտ է, որ վթարի ենթարկված հիվանդը փնտրում է դոնորին։ Ահ, Մարկոս։ Այո, նրա օգնականը մի քանի անգամ եկել է այստեղ, հարցեր տալով։ Բայց կարող եք հանգիստ լինել, մենք չենք բացահայտել ձեր ինքնությունը։ Ես նախընտրում եմ այդպես պահել, եթե հնարավոր է։ Դոկտոր Սարգսյանը հետաքրքրությամբ դիտեց նրան։ Կարող եմ հարցնել, ինչու։ Նա առատաձեռն պարկ է առաջարկում։ Մարկոսը հապաղեց։ Ինչպես բացատրեր, որ փողը իր գլխավոր մտահոգությունը չէր։ Ինչպես ասեր, որ ամենավատ ձով էր սովորել, որ հզորների աշխարհը կարող էր դաժան անկանխատեսելի լինել։ Ես պարզապես ուզում եմ պահել իմ պարզ կյանքը, դոկտոր։ Ես արեցի այն, ինչ ցանկացած մարդ պետք է աներ։ Հասկանում եմ։ Ձեր գաղտնիությունը կհարգվի։ Բայց Մարկոսը գիտեր, որ հիվանդանոցներում գաղտնիքները դժվար էր պահել։ Շուտ թե ուշ, ինչ-որ մեկը կբացահայտեր նրա ինքնությունը։ Այդ կեսօր Աննան հատկապես շատախոս էր։ Դպրոցում նա ներկայացում էր կատարել մասնագիտությունների մասին, ընտրել էր խոսել հոր մասին։ Հայրիկ, ուսուցչուհին տպավորված էր, երբ ասացի, որ դուք նախկինում ինժեներ էիք։ Մարկոսը գրեթե շնչահեղձ եղավ սուրճից։ Էլ ինչ պատմեցիր, սիրելիս։ Որ դուք շատ խելացի եք, ամեն ինչ կարող եք վերանորոգել։ Եվ որ դուք օգնել եք քաղաքում կարևոր շենքեր կառուցել, մինչ ես ծնվել եմ։ Աննան ամբողջությամբ չէր հասկանում հոր անցյալը, բայց գիտեր, որ նա հատուկ էր։ Մարկոսը զգույշ էր եղել, որ երբեք դստեր վրա դառնություն կամ վրդովմունք չփոխանցեր։ Նրա համար հայրը պարզապես աշխարհի ամենաքաջ խելացի մարդն էր։ Ուսուցչուհին ասաց, որ դուք պետք է նորից աշխատեք որպես ինժեներ։ Ինչու՞։ Չեք վերադառնում, հայրիկ։ Աննայի անմեղ հարցը դիպավ դեռ զգայուն վերքին։ Մարկոսը փորձել էր վերադառնալ մասնագիտությանը մի քանի անգամ վերջին տարիներին, բայց դռները համակարգված փակվում էին։ Նրա հեղինակությունը անդառնալիորեն պղծվել էր, Երանի ինժեներական շուկան փոքր էր ու փոխկապակցված։ Բոլորը գիտեին նրա պատմությունը։ Երբեմն կյանքը մեզ այլ ճանապարհներով է տանում, արքայադուստրս։ Կարևորն այն է, որ մենք անենք մեր լավագույնը ցանկացած աշխատանքում, որ ունենք։ Բայց գիշերը, երբ Աննան քնած էր, Մարկոսը նորից սովորում էր։ Նա թարմացնում էր իր գիտելիքները ոլորտի նոր տեխնոլոգիաների կանոնակարգերի վերաբերյալ։
Նրա մի փոքր մասը դեռ հույս ուներ, որ մի օր կկարողանա ապացուցել իր անմեղությունը վերսկսել այն կարիերան, որը սիրում էր։ Շքեղ բնակարանում Օլիվիան նույնպես գիշերները հսկում էր։ Ռոզան կարողացել էր աննկատ մուտք գործել հիվանդանոցի անվտանգության տեսախցիկների որոշ պատկերներ վթարի օրվանից։ Դրանք շատ պարզ չէին, բայց ցույց էին տալիս սպասարկման կապույտ համազգեստով մի տղամարդու, ով փոքր երեխայի հետ քայլում էր միջանցքներով։ Դա նա է, ասաց Օլիվիան, դիտելով պատկերները նոութբուքի վրա։ Վստահ եմ։ Ինչպես կարող եք վստահ լինել։ Որակը շատ լավ չէ։ Կեցվածքը այնպես, ինչպես քայլում է, բռնելով երեխայի ձեռքը։ Ինչ-որ բան ծանոթ է։ Ռոզան կնճռեց հոնքերը։ Ծանոթ։ Կարծում եք, որ արդեն ճանաչում եք այդ մարդուն։ Չգիտեմ։ Միգուցե պարզապես տպավորություն է։ Բայց Օլիվիան չէր կարողանում ազատվել այն զգացումից, որ արդեն հանդիպել էր այդ մարդուն։ Նրա ուրվագծում ինչ-որ բան արթնացնում էր անորոշ, անճշգրիտ հիշողություն։ Հաջորդ առավոտ Ռոզան որոշում կայացրեց։ Նա կգնար հիվանդանոց կփորձեր ավելի ուղղակի մոտեցում։ Նա ճանաչում էր վարչակազմի որոշ աշխատակիցների միգուցե կարողանալ ավելի շատ տեղեկություններ ստանալ, առանց պաշտոնապես խախտելու գաղտնիության քաղաքականությունը։ Երբ հասավ հիվանդանոց, Ռոզան ուղղվեց անձնակազմի բաժին։ Նրա ընկերուհի Կիարան այնտեղ աշխատում էր տարիներ շարունակ, միշտ օգտակար էր եղել։ Կիարա, ինձ ձեր օգնությունն է պետք նուրբ իրավիճակում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ես փորձում եմ գտնել սպասարկման աշխատակցին, ով մեկ շաբաթ առաջ արյուն է նվիրաբերել։ Իմ շեֆը ցանկանում է անձամբ շնորհակալություն հայտնել նրան։ Կիարան հապաղեց։ Ռոզա, դուք գիտեք, որ ես չեմ կարող անձնական տեղեկություններ տրամադրել աշխատակիցների մասին։ Ես անձնական տվյալներ չեմ խնդրում։ Ես պարզապես ուզում եի իմանալ, թե արդյոք հնարավոր է նրան հաղորդագրություն փոխանցել։ Մի քանի րոպե մտածելուց հետո Կիարան համաձայնեց։ Կարող եմ փորձել։ Ինչ է նրա անունը։ Ահա խնդիրը։ Մենք չգիտենք նրա անունը։ Միայն գիտենք, որ նա աշխատում է սպասարկման բաժնում, 30-ից 40 տարեկան է, նվիրատվության օրը երեխայի հետ էր։ Դա կարող է լինել Մարկոսը։ Նա սպասարկման միակ աշխատակիցն է, ով երբեմն իր դստերը բերում է աշխատանքի։ Մարկոս, Ռոզան կրկնեց անունը, մտապահելով։ Կարող եք ինձ ավելին պատմել նրա մասին։ Նա շատ սիրված մարդ է այստեղ։ Աշխատասեր, միշտ պատրաստ օգնելու։ Ունի փոքր դուստր, շատ կիրթ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեն թվում է։ Եվ որքան ժամանակ է, որ նա այստեղ է աշխատում։ Մոտ 2 տարի։ Մինչ այդ կարծում եմ, նա այլ ոլորտում էր աշխատում, բայց մանրամասները չգիտեմ։ Ռոզան շնորհակալություն հայտնեց, լքեց հիվանդանոցը արժեքավոր տեղեկություններով։ Այժմ նա ուներ անուն, կարող էր սկսել ավելի ուղղորդված հետաքննություն։ Մինչդեռ Մարկոսը հիվանդանոցի տանիքին էր, ստուգելով օդափոխման համակարգը, երբ տեսավ Ռոզային, ով Կիարայի հետ խոսում էր ներքին բակում։ Այդ էլեգանտ կնոջ մեջ ինչ-որ բան անհանգստացնում էր նրան։ Նա ակնհայտորեն չէր պատկանում հիվանդանոցային միջավայրին, թվում էր, թե ինչ-որ բան էր հետաքննում։ Մարկոսին վատ զգացում համակեց։ Նա զարգացրել էր խնդիրներ հայտնաբերելու սուր բնաստ, իր ապրած դժվար տարիների հետանքով։ Եվ այդ կինը ինչ-որ սպառնալիք էր ներկայացնում այն խաղաղությանը, որը նա կառուցել էր։ Երբ ավարտեց աշխատանքը, Մարկոսը աննկատ իջավ հարցրեց Կիարային, թե ով էր այցելուն։ Ահ, դա այն գործարար կնոջ օգնականն էր, ով անցյալ շաբաթ վթարի էր ենթարկվել։ Նա փնտրում է այն դոնորին, ով փրկել է իր շեֆի կյանքը։ Մարկոսի արյունը սառեց։ Ինչ ասացիք նրան։ Ոչինչ առանձնահատուկ։ Միայն նշեցի, որ դուք սպասարկման միակ աշխատակիցն էիք, ով երեխա է բերում աշխատանքի։ Մարկոսը փորձեց հանգիստ մնալ, բայց ներքուստ խուճապի մեջ էր։ Նրա ինքնությունը մասամբ բացահայտվել էր, ժամանակի հարց էր, թե երբ կգտնեին նրա ամբողջական անունը։ Այդ գիշեր նա հազիվ էր կարողանում քնել։ Նա դիտում էր քնած Աննային, մտածում բոլոր բարդությունների մասին, որոնք կարող էին առաջանալ։ Հզոր մարդիկ ունեին տեղեկություններ հայտնաբերելու միջոցներ, որոնք սովորական մարդիկ չէին կարող պատկերացնել։ Հաջորդ օրը Մարկոսը որոշում կայացրեց։ Նա կխոսեր դոկտոր Սարգսյանի հետ, կխնդրեր տեղափոխվել հիվանդանոցի մեկ այլ բաժին, միգուցե նույնիսկ աշխատանք փնտրեր այլ տեղ։
Աննային իրենց կառուցած պարզ կյանքը պաշտպանելը նրա բացարձակ առաջնահերթությունն էր։ Բայց երբ հասավ հիվանդանոց, նա հայտնաբերեց, որ Ռոզան վերադարձել էր։ Այս անգամ նա ուղղակիորեն խոսում էր սպասարկման բաժնի վերահսկողի հետ։ Մարկոսը հեռվից դիտում էր, թե ինչպես էր նա ցույց տալիս անվտանգության տեսախցիկների լուսանկարները։ Դա նա է, ասաց վերահսկողը, մատնացույց անելով Մարկոսին, ով աշխատում էր միջանցքի մյուս կողմում։ Մարկոս Սալլեն։ Գերազանց աշխատակից, շատ պատասխանատու։ Ռոզան հետեց վերահսկողի հայացքին, վերջապես տեսավ այն մարդուն, ում փնտրում էր։ Նույնիսկ հեռվից նա կարողացավ նկատել անվտանգության պատկերների նույն կեցվածքը։ Բարձրահասակ, թեթակի մոխրագույն մազերով, ճշգրիտ վստահ շարժումներով, մեկը, ով հստակ գիտեր, թե ինչ էր անում։ Մարկոսը զգաց, որ իրեն դիտում են, նայեց երկու կանանց ուղղությամբ։ Մի պահ նրա աչքերը հանդիպեցին Ռոզայի աչքերին։ Այդ ակնթարթին նա գիտեր, որ իր խաղաղ կյանքը վերջացել է։ Ռոզան ժպտաց, աննկատ գլխով արեց, բայց Մարկոսը պարզապես շեղեց հայացքը, շարունակեց աշխատել։ Նա կարողացավ նկատել, որ Մարկոսը անհարմար էր զգում ուշադրությունից։ Նա միշտ այդպես է, զուսպ, հարցրեց Ռոզան վերահսկողին։ Մարկոսը շատ զուսպ մարդ է։ Բայց անհնար է գտնել մեկին, ով ավելի հուսալի իրավասու լինի։ Կարող եմ խոսել նրա հետ։ Իհարկե, բայց միգուցե ավելի լավ է սպասել նրա ընդմիջմանը։ Նա շատ լուրջ է վերաբերվում իր աշխատանքին։ Ռոզան որոշեց սպասել։ Նա պատրաստվում էր դեմ առ դեմ հանդիպել այն մարդուն, ով փրկել էր Օլիվիայի կյանքը, տարօրինակ անհանգստություն էր համակել նրան։ Այդ աշխատակցի պատմության մեջ ինչ-որ բան լիովին չէր համապատասխանում։ Նրա կեցվածքով վստահությամբ տղամարդը, ով աշխատում էր հիվանդանոցի սպասարկման բաժնում, անհամապատասխան էր թվում։ Երբ վերջապես եկավ ընդմիջման ժամը, Մարկոսը այլ ընտրություն չուներ, քան դիմակայել այն իրավիճակին, որից այդքան փորձել էր խուսափել։ Մարկոսը գիտեր, որ այլս չի կարող խուսափել հանդիպումից։ Ընդմիջման ժամին նա դանդաղ քայլերով գնաց հիվանդանոցի ճաշարան, մտքով պատրաստվելով մի զրույցի, որը կնախընտրեր չունենալ։ Ռոզան նրան սպասում էր առանձին սեղանի մոտ, իր դիմաց երկու սուրճ դրած։ Մարկոս Սալլեն, նա վեր կացավ, երբ Մարկոսը մոտեցավ։ Իմ անունը Ռոզա է։ Ես այն կնոջ գործադիր օգնականն եմ, ում կյանքը դուք փրկեցիք։ Մարկոսը կարճ գլխով արեց, բայց մնաց կանգնած։ Ինչով կարող եմ օգնել ձեզ։ Կարող եք նստել։ Կցանկանայի խոսել ձեզ հետ անցյալ շաբաթվա դեպքի մասին։ Դժկամորեն Մարկոսը նստեց իր դիմացի աթոռին։ Ռոզան կարողացավ ավելի մոտիկից դիտել նրան, տպավորվեց։ Նրա աչքերում ակնհայտ էր խելքը, խոսելու միծ, որը հակասում էր նրա հագած պարզ համազգեստին։ Իմ շեֆը, Օլիվիա Ալյանցը, շատ կցանկանար անձամբ հանդիպել ձեզ։ Նա ուզում է շնորհակալություն հայտնել ձեր արածի համար։ Պետք չէ։ Ցանկացած մարդ նույն բանը կաներ։ Բայց ոչ բոլոր մարդիկ ունեն էբրեզուս բացասական արյուն, Ռոզան ժպտաց։ Դուք բառացիորեն փրկեցիք նրա կյանքը։ Մարկոսը մի կում սուրճ խմեց, ուշադիր մտածելով խոսքերի մասին։ Հուսով եմ, որ նա լավ է վերականգնվում։ Բայց ես նախընտրում եմ անձամբ չներգրավվել իրավիճակում։ Կարող եմ հարցնել, ինչու։ Հարցը ուղիղ էր, Մարկոսը զգաց, որ Ռոզան այն մարդկանցից չէր, ովքեր հեշտությամբ կընդունեին խուսափողական պատասխաններ։ Նրա աչքերում վճռականություն կար, որը հիշեցնում էր այն գործադիր կանանց, ում հետ նա աշխատում էր տարիներ առաջ։ Ես պարզ կյանք ունեմ, փոքր դուստր։ Չեմ ուզում բարդություններ։ Ինչպիսի՞։ Բարդություններ եք պատկերացնում, որ կարող են առաջանալ։ Մարկոսը մի պահ ուսումնասիրեց նրան։ Ես նախկինում աշխատել եմ կորպորատիվ աշխարհում, տիկին Ռոզա։ Գիտեմ, թե ինչպես են այդ բաներն աշխատում։ Հզոր մարդիկ չեն սիրում պարտական լինել, հատկապես ինձ նման մարդկանց։ Ռոզան հետաքրքրվեց։ Ձեզ նման մարդկանց։ Հանրային հիվանդանոցների սպասարկման աշխատակիցներին։ Բայց նրա պատասխանում ուրիշ բան կար, նուրբ դառնություն, որը նա կարողացավ զգալ։ Դուք ասացիք, որ նախկինում աշխատել եք կորպորատիվ աշխարհում։ Ո՞ր ոլորտում։ Մարկոսը հապաղեց։ Սա հենց այն զրույցն էր, որից նա ուզում էր խուսափել։ Ինժեներություն։ Շատ վաղուց։ Ինժեներությունը հարգված մասնագիտություն է։ Ինչը ստիպեց ձեզ փոխել ոլորտը։ Հարցը դիպավ դեռ զգայուն վերքին։
Մարկոսը վերջացրեց սուրճը պատրաստվեց վեր կենալ։ Տիկին Ռոզա, շնորհակալ եմ հետաքրքրության համար, բայց ես իսկապես պետք է վերադառնամ աշխատանքի։ Մարկոս, խնդրում եմ, Ռոզան թեթակի դիպավ նրա ձեռքին։ Օլիվիան այն մարդկանցից չէ, ովքեր հեշտությամբ հանձնվում են։ Եթե դուք չպատմեք ձեր պատմությունը, նա կիմանա այլ միջոցներով։ Սպառնալիքը նուրբ էր, բայց պարզ։ Մարկոսը հոգոց հանեց, ընդունելով, որ անելանելի վիճակում է։ Ինչ է նա ուզում իմանալ կոնկրետ։ Նախ, նա ուզում է անձամբ շնորհակալություն հայտնել։ Երկրորդ, նա կցանկանար պարկ առաջարկել ձեր արածի համար։ Փող չեմ ուզում։ Ապա միգուցե կարող ենք մտածել հատուցման այլ ձի մասին։ Դուք ունեք որե երազանք, որե նպատակ, որին կցանկանայինք օգնել հասնելու։ Մարկոսը անմիջապես մտածեց Աննայի մասին։ Բոլոր հնարավորությունների մասին, որոնք նա կցանկանար տալ նրան, բոլոր այն պլանների մասին, որոնք ընդհատվել էին, երբ նրա մասնագիտական կյանքը փլուզվեց։ Իմ դուստրը, վերջապես ասաց նա։ Ամեն ինչ, ինչ ուզում եմ, նրա համար ավելի լավ ապագա ապահովելն է։ Ռոզան ժպտաց։ Ապա մենք խոսելու հիմք ունենք։ Օլիվիան սիրում է օգնել տաղանդավոր երեխաներին իրականացնել իրենց ներուժը։ Իմ դուստրը բարեգործական նախագիծ չէ։ Եվ մենք բարեգործություն չենք առաջարկում։ Մենք երախտագիտություն ենք առաջարկում։ Մարկոսը մի քանի րոպե լուռ մնաց, գշրելով իր ընտրանքները։ Մի կողմից, նա ցանկանում էր պաշտպանել այն անձնական կյանքը, որը կառուցել էր այդքան ջանքերով։ Մյուս կողմից, նա չէր կարող շղթել, որ Աննայի համար հնարավորությունները սահմանափակ էին իր ներկայիս ֆինանսական վիճակով։ Եթե ես համաձայնվեմ խոսել ձեր շեֆի հետ, դա մեր երեքիս միջ կմնա։ Բացարձակապես։ Օլիվիան շատ է գնահատում գաղտնիությունը։ Եվ իմ դուստրը ոչ մի բանի մեջ չի ներգրավվի։ Միայն եթե դուք ցանկանաք, որ նա ներգրավվի։ Մարկոսը վերջապես գլխով արեց։ Որտեղ երբ։ Օլիվիան դեռ տանն է, վերականգնվում։ Ինչպես եք վաղը կեսօրին, ձեր աշխատանքային օրվանից հետո։ Կարող եմ Աննային ինձ հետ տանել։ Չունեմ ում հետ թողնել նրան։ Ռոզան ժպտաց։ Իհարկե։ Օլիվիան ուրախ կլինի ճանաչել նրան։ Երբ Մարկոսը վերադարձավ աշխատանքի, նրա միտքը խառնաշփոթ էր։ Նա որոշում էր կայացրել, որը կարող էր ամեն ինչ փոխել, դեպի լավը կամ վատը։ Բայց նրա մի մասը, այն մասը, որը դեռ երազում էր Աննայի համար ավելի լավ ապագայի մասին, հետաքրքրված էր ճանաչել այն կնոջը, ում կյանքը փրկել էր։ Օրվա վերջում, երբ Մարկոսը հասավ դպրոց Աննային վերցնելու, նա անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան տարբեր էր։ Ինչ-որ բան պատահել է, հայրիկ։ Հիշում ես հիվանդանոցի տիկնոջը, ում ես օգնեցի արյուն նվիրաբերելով։ Նա ուզում է ինձ ճանաչել, շնորհակալություն հայտնելու համար։ Իրոք, Աննան հուզվեց։ Նա հիմա ավելի լավ է։ Այո, վերականգնվում է։ Եվ նա կցանկանար ճանաչել նա քեզ։ Ինչու։ Նա ուզում ինձ ճանաչել։ Մարկոսը մտածեց պատասխանի մասին։ Կարծում եմ, նա ուզում է ճանաչել այն մարդու ընտանիքը, ով օգնեց նրան։ Աննան ժպտաց։ Ապա մենք հիմա կարոր ընտանիք ենք։ Մենք միշտ էլ կարոր ենք եղել, սիրելիս։ Բայց միգուցե ուրիշ մարդիկ էլ են սկսում դա նկատել։ Այդ գիշեր Մարկոսը լուրջ զրույց ունեցավ Աննայի հետ հաջորդ օրվա հանդիպման մասին։ Նա բացատրեց, որ նրանք գնալու են մի շատ հարուստ կարոր կնոջ տուն, որ նա պետք է կիրթ պահի իրեն։ Նա արքայադուստրի պես է, հայրիկ։ Մոտավորապես այդպես։ Նա շատ մեծ ընկերության սեփականատերն է։ Եվ նա իսկապես ուզում է ինձ ճանաչել։ Այո, ուզում է։ Բայց հիշիր, մենք պարզապես այցելուներ ենք։ Ոչինչ մի դիպչիր առանց թույլտվության միշտ ասա, խնդրեմ, շնորհակալություն։ Աննան լրջորեն գլխով արեց։ Նա սովոր էր հոր կրթական դասերին գիտեր, թե ինչպես պահել իրեն տարբեր իրավիճակներում։ Մինչդեռ, Օլիվիան անհանգիստ գիշեր էր անցկացնում։ Ռոզան զանգահարել էր, պատմելով Մարկոսի հետ հանդիպման մասին հաջորդ օրը հանդիպում նշանակելով։ Առաջին անգամ վթարից հետո նա իսկապես նյարդային էր զգում իրեն։ Ռոզա, ամեն ինչ պատմիր նրա մասին, խնդրեց Օլիվիան գիշերային զանգի ժամանակ։ Նա հետաքրքիր մարդ է։ Նրա մեջ ինչ-որ բան կա, որը լիովին չի համապատասխանում այն աշխատանքին, որը նա անում է ներկայումս։ Ինչպես թե։
Խոսելու ձ, արտահայտվելու ձ, կեցվածքը։ Նա նշեց, որ նախկինում ինժեներ է եղել։ Օլիվիան կնճռեց հոնքերը։ Ինժեներ, ով աշխատում է հիվանդանոցի սպասարկման բաժնում։ Դա իմաստ չունի։ Հենց դա էի մտածում։ Այս կարիերայի փոփոխության հետում միանշանակ պատմություն կա։ Իսկ դուստրը։ Նա շատ պաշտպանող է նրա նկատմամբ։ Դա առաջին բանն էր, որ նա նշեց, երբ խոսեցինք հատուցման հնարավոր ձերի մասին։ Օլիվիան ավարտեց զանգը, էլ ավելի հետաքրքրված։ Ինժեներ, ով աշխատում էր սպասարկման բաժնում, միայնակ հայր, պաշտպանող դստեր նկատմամբ։ Կային գլուխկոտրուկի կտորներ, որոնք նա անհամբեր սպասում էր հավաքելու։ Հաջորդ առավոտ Մարկոսը շուտ արթնացավ Աննայի համար հատուկ նախաճաշ պատրաստեց։ Մեղրով բլիթներ, նրա սիրելի ուտելիքը հատուկ առիթների համար։ Ինչու՞։ Ենք այսօր բլիթներ ուտում, հայրիկ։ Որովհետ այսօր հատուկ օր է։ Մենք հանդիպելու ենք շատ կարևոր մեկին։ Աննան ախորժակով կերավ, մինչ Մարկոսը մտքում վերանայում էր, թե ինչ կասեր Օլիվիային։ Նա որոշել էր անկեղծ լինել իր ներկայիս վիճակի մասին, բայց առանց մանրամասների անդրադառնալու այն հանգամանքներին, որոնք իրեն այդ կյանքին էին հանգեցրել։ Հիվանդանոցում Մարկոսը աշխատում էր սովորականից ավելի զգույշ։ Նա ուզում էր ավարտել բոլոր անավարտ գործերը, նախքան շուտ հեռանալը։ Որոշ գործընկերներ նկատեցին, որ նա մտածկոտ էր թվում։ Ամեն ինչ լավ է, Մարկոս, հարցրեց դոկտոր Սարգսյանը ընդմիջման ժամին։ Այո, դոկտոր։ Պարզապես մտածում եմ որոշ բաների մասին։ Լսեցի, որ այն հիվանդը, ով վթարի էր ենթարկվել, ուզում է ձեզ ճանաչել։ Դա մեծ պատիվ է։ Հուսով եմ, որ դա պարզ բան կլինի։ Օլիվիա Ալյանցը Երանի ամենահարգված գործարար կանանցից մեկն է։ Եթե նա ուզում է ճանաչել ձեզ, ապա դա նշանակում է, որ դուք շատ դրական տպավորություն եք թողել։ Մարկոսը գլխով արեց, բայց ներքուստ ավելի ու ավելի նյարդային էր։ Նա գիտեր Օլիվիա Ալյանցի հեղինակությունը բիզնես աշխարհում։ Նա հայտնի էր իր անողոքությամբ, վճռականությամբ, այն սովորությամբ, որ ստանում էր այն, ինչ ուզում էր։ Երբ եկավ Աննային դպրոցից վերցնելու ժամը, Մարկոսը հագնվեց հիվանդանոցի հանդերձարանում։ Նա հագավ իր լավագույն կոստյումի տաբատը վերնաշապիկը, որը պահում էր հատուկ առիթների համար։ Դա էլեգանտ հագուստ չէր, բայց մաքուր էր, լավ արդուկված։ Աննան նրան սպասում էր դպրոցի դռան մոտ, հագած իր լավագույն զգեստը, այն մեկը, որը նա հագնում էր միայն կարևոր խնջույքների համար։ Նա խնամքով սանրել էր մազերը, փոքրիկ տիկնոջ տեսք ուներ։ Ես գեղեցիկ եմ, հայրիկ։ Դուք շատ գեղեցիկ եք, արքայադուստրս։ Ռոզայի ուղարկած տաքսիում Աննան դիտում էր Երանի փողոցները, որոնք անցնում էին պատուհանից։ Երբ նրանք մոտենում էին այն հարուստ թաղամասին, որտեղ ապրում էր Օլիվիան, շենքերն ավելի ու ավելի մեծ ու շքեղ էին դառնում։ Հայրիկ, այդ տիկինը պալատում է ապրում։ Ոչ հենց այդպես, բայց շատ գեղեցիկ տուն է։ Երբ նրանք հասան բնակելի շենք, Աննան տպավորվեց համազգեստով դռնապանից, մարմարով բյուրեղյա ջահերով նախասրահից։ Դա լիովին այլ աշխարհ էր, քան այն, ինչ նա գիտեր։ Մարկոս Սալլենը Աննան այցելում են Օլիվիա Ալյանցին, ասաց Մարկոսը դռնապանին։ Նրանք արդեն սպասում են։ Պենթհաուս, վերջին հարկ։ Վերելակում Աննան ամուր բռնեց հոր ձեռքը։ Մի փոքր նյարդային եմ, հայրիկ։ Ես էլ, սիրելիս։ Բայց հիշիր, մենք լավ մարդիկ ենք, թաքցնելու ոչինչ չունենք։ Երբ վերելակի դռները բացվեցին անմիջապես Պենթհաուսում, Աննան բացականչեց «Վաու»։ Սենյակը ավելի մեծ էր, քան նրանց ամբողջ բնակարանը, հսկայական պատուհաններով, որոնք Երանի համայնապատկերային տեսարան էին առաջարկում։ Ռոզան նրանց դիմավորեց դռան մոտ։ Մարկոս, Աննա, բարի գալուստ։ Օլիվիան ձեզ է սպասում հյուրասենյակում։ Երբ Մարկոսը Աննան մտան հյուրասենյակ, Օլիվիան դանդաղ վեր կացավ բազմոցից։ Նա դեռ մի փոքր փխրուն էր վթարից հետո, բայց նրա ներկայությունը տպավորիչ էր նույնիսկ այդպես։ Մի պահ երկու մեծահասակները պարզապես նայեցին միմյանց, յուրաքանչյուրը փորձելով վերծանել մյուսին։ Աննան, սակայն, խախտեց լռությունը իր մանկական անմիջականությամբ։ Դուք շատ գեղեցիկ եք, ասաց նա, ժպտալով։ Իսկական արքայադուստրի պես եք։ Օլիվիան ժպտաց, անկեղծորեն հուզված երեխայի անմեղությունից։ Շնորհակալություն, Աննա։ Դուք նույնպես շատ էլեգանտ եք։ Մարկոսը ուշադիր դիտում էր փոխազդեցությունը։
Օլիվիայի ժպիտի մեջ մի նրբություն կար, որը հակասում էր անողոք գործարար կնոջ հանրային կերպարին։ «Խնդրում եմ, նստեք», ասաց Օլիվիան, ժեստ անելով իր դիմացի բազմոցի վրա։ «Կցանկանայի, որ ձեզ տանը զգաք»։ Բայց նույնիսկ երբ նստեցին, Մարկոսը պահպանում էր պաշտոնական զգոն կեցվածք։ Օլիվիան նկատեց նրա լարվածությունը, որոշեց անմիջապես անդրադառնալ իրավիճակին։ «Մարկոս, ուզում եմ, որ դուք իմանաք, որ սա բիզնես հանդիպում չէ։ Սա պարզապես զրույց է մարդկանց միջ, ովքեր կիսել են մի շատ հատուկ պահ»։ «Հասկանում եմ», պատասխանեց Մարկոսը, դեռ զգույշ։ «Դուք փրկեցիք իմ կյանքը։ Բավարար բառեր չկան իմ երախտագիտությունը արտահայտելու համար»։ Աննան հպարտությամբ նայեց հորը։ «Հայրիկը միշտ օգնում է մարդկանց», ասաց նա։ «Դրա համար էլ նա իմ հերոսն է»։ Օլիվիան ժպտաց, զգալով, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում իր սրտում երեխայի անկեղծ հայտարարությունից։ Տարիներ շարունակ նա չէր շփվել նման մաքրության անկեղծության հետ։ Ռոզան Աննայի համար մրգահյութ, իսկ մեծահասակների համար սուրճ մատուցեց, ստեղծելով ավելի անկաշկանդ մթնոլորտ։ Աննան հիացած էր պենթհաուսի շքեղ ձավորումից, հատկապես պատերի նկարներից Երանի տեսարանից։ «Աննա, կարող ես մի փոքր շրջել, եթե ուզում ես», առաջարկեց Օլիվիան։ «Այնտեղ գրադարան կա, նա մի սենյակ, այգու տեսարանով»։ Աննան նայեց հորը, ով ժպիտով գլխով արեց։ Նա կիրթ վեր կացավ, գնաց տան հրաշքները բացահայտելու, թողնելով երկու մեծահասակներին ավելի անձնական զրույցի։ «Նա հմայիչ երեխա է», ասաց Օլիվիան, դիտելով, թե ինչպես է Աննան ուշադիր զննում գրքերի դարակը։ «Նա իմ ամբողջ աշխարհն է», պատասխանեց Մարկոսը, առաջին անգամ Օլիվիան կարողացավ նկատել անկեղծ քնքշությունը նրա ձայնում։ «Ռոզան ինձ պատմեց, որ դուք նախկինում ինժեներ էիք։ Դժվար պետք է լինի հեռու մնալ այն մասնագիտությունից, որը սիրում եք»։ Մարկոսը մի փոքր կոշտացավ։ «Իրերը փոխվում են։ Կյանքը մեզ տանում է այնպիսի ճանապարհներով, որոնք մենք չենք պլանավորում։ Բայց ինժեներությունը այն բաներից չէ, որը հեշտությամբ լքում են։ Դա կոչում է։ Երբեմն հանգամանքները ստիպում են մեզ հրաժարվել մեր կոչումներից»։ Օլիվիան նկատեց, որ դիպչում է զգայուն վերքին, բայց նրա հետաքրքրությունն ավելի ուժեղ էր։ «Կարող եմ հարցնել, ինչ պատահեց»։ Մարկոսը երկար ժամանակ լուռ մնաց, ներքուստ մտածելով, թե արդյոք պետք է կիսվի իր պատմությամբ։ Օլիվիայի անկեղծության մեջ ինչ-որ բան կար, որը աստիճանաբար զինաթափում էր նրան։ «Ես աշխատել եմ որպես ավագ ինժեներ կլիմայական համակարգերի ընկերությունում 8 տարի», սկսեց նա, նայելով պատուհանից։ «Ես պատասխանատու էի մեծ արտրային բնակելի շենքերի համակարգերի համար։ Եվ ինչը ստիպեց ձեզ թողնել այդ պաշտոնը։ Ես հայտնաբերեցի վտանգավոր անկանոնություններ նախագծերում։ Սպասարկումներ, որոնք պատշաճ կերպով չէին կատարվում, ցածրորակ նյութեր էին օգտագործվում կրիտիկական համակարգերում։ Ես այդ ամենը զեկուցեցի իմ ղեկավարներին»։ Օլիվիան առաջ թեքվեց, հետաքրքրված։ «Եվ նրանք ոչինչ չարեցին»։ «Արեցին։ Ինձ աշխատանքից ազատեցին և ոչ պատշաճ վարքի համար լուրեր տարածեցին իմ մասնագիտական իրավասության մասին։ Մի քանի ամսվա ընթացքում իմ հեղինակությունը քանդվեց շուկայում»։ Օլիվիայի դեմքը մռայլվեց։ Նա լավ գիտեր կորպորատիվ աշխարհում նման իրավիճակները։ Դա սարսափելի է։ «Իսկ ձեր կինը, ինչպես նա հաղթահարեց այդ ամենը»։ Մարկոսը դադարեց, ցավալի հիշողությունները վերադարձան։ «Իմ կինը հիվանդ էր այն ժամանակ։ Իրավիճակի սթրեսը, մեր ֆինանսական կայունության կորուստը։ Նա չդիմացավ։ Մենք կորցրեցինք մեր տունը, մեր պլանները, մեր երազանքները»։ «Ցավում եմ», ասաց Օլիվիան, անկեղծորեն հուզված։ «Հատկապես ծանր պետք է լիներ միաժամանակ ամեն ինչ կորցնելը»։ «Ամենավատը աշխատանքը կամ տունը կորցնելը չէր», շարունակեց Մարկոսը, ձայնը ցածրացնելով։ «Ամենավատն այն էր, որ գիտեի, որ կարող էի կյանքեր փրկել, եթե իմ բողոքը լուրջ ընդունվեր։ 2 տարի անց մի դեպք տեղի ունեցավ այն շենքերից մեկում, որի մասին ես զեկուցել էի։ Արտակարգ համակարգի խափանում։ Բարեբախտաբար ոչ ոք լուրջ չվիրավորվեց, բայց դա կարող էր ողբերգություն լինել»։ Օլիվիան սրտի կծկում զգաց։ Նման պատմությունները խորապես անհանգստացնում էին նրան, հատկապես այն պատճառով, որ նա գիտեր, թե որքան անողոք կարող էր լինել կորպորատիվ աշխարհը ազդարարների հետ։ «Եվ այդ ժամանակվանից դուք չկարողացաք վերադառնալ ինժեներությանը»։ «Ես մի քանի անգամ փորձեցի։
բայց Երանի շուկան փոքր է։ Բոլորը բոլորին ճանաչում են, իմ պատմությունը արագ տարածվեց։ Օլիվիան մտածկոտ դարձավ։ Ո՞րն էր ընկերության անունը։ Մարկոսը հապաղեց։ Կլիմատեք ինժեներինգ։ Դա տարածաշրջանի խոշորագույններից մեկն էր, նախքան վաճառվելը։ Անունը ծանոթ թվաց Օլիվիային, բայց նա չկարողացավ անմիջապես տեղորոշել, թե որտեղ էր լսել դրա մասին։ Եվ հիմա դուք նոր կյանք եք սկսում Աննայի հետ։ Մենք նոր, ավելի պարզ բան ենք կառուցում։ Նա չի հիշում, թե ինչպես էր նախկինում, ուստի նրա համար սա մեր նորմալ կյանքն է։ Այդ պահին Աննան վազելով վերադարձավ գրադարանից, աչքերը փայլում էին հուզմունքից։ Նայիր, հայրիկ։ Նա ունի կամուրջների մասին գիրքը, որն ասացիր, որ կցանկանայիր կարդալ։ Մարկոսը զարմացավ։ Ինչպես դու գիտեիր այդ գրքի մասին։ Դուք հիշատակել եք դրա մասին, երբ անցնում էինք քաղաքի նոր կամրջով։ Ասացիք, որ կցանկանայիր կարդալ, թե ինչպես է այն կառուցվել։ Օլիվիան հուզվեց Աննայի մանրամասների նկատմամբ ուշադրությունից հոր հետաքրքրությունից։ Կարող եք գիրքը պարտքով վերցնել։ Ես ունեմ նա մի քանի այլ գրքեր ինժեներության մասին։ Պետք չէ։ Մարկոս, Օլիվիան նրբորեն ընդհատեց նրան։ Թույլ տվեք ինձ դա անել։ Դա ամենաքիչն է, ինչ կարող եմ առաջարկել։ Աննան նայեց հոր Օլիվիայի միջ, զգալով լարվածությունը օդում։ Հայրիկ, կարող եմ գիրքը պահել։ Խոստանում եմ, որ լավ կխնամեմ այն։ Մարկոսը չկարողացավ դիմադրել դստեր հույսով լի հայացքին։ Լավ, բայց դու այն կվերադարձնես կատարյալ վիճակում։ Խոստանում եմ։ Ռոզան, ով աննկատ դիտում էր զրույցը, մոտեցավ։ Օլիվիա, մենք չենք ուզում ավելորդ ժամանակ խլել Մարկոսից Աննայից։ Իրականում, ասաց Օլիվիան, կցանկանայի նրանց հրավիրել ճաշելու։ Եթե այլ պլաններ չունեն։ Մարկոսը հապաղեց։ Մենք չենք ուզում ձեզ անհանգստացնել։ Անհանգստություն չէ։ Շատ ժամանակ է անցել, ինչ նման հետաքրքիր զրույց չեմ ունեցել։ Աննան աղերսող աչքերով նայեց հորը։ Խնդրում եմ, հայրիկ։ Նրա տունն այնքան գեղեցիկ է։ Մարկոսը ժպտաց, հաղթահարված լինելով դստեր հուզմունքից։ Եթե իսկապես անհանգստություն չէ։ Հրաշալի է։ Ռոզա, կարող եք խնդրել, որ հատուկ ընթրիք պատրաստեն։ Մինչ Ռոզան դուրս էր գալիս պայմանավորվածությունները կազմակերպելու համար, Օլիվիան անկեղծ երջանկություն զգաց, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Այդ ազնիվ տղամարդու նրա հմայիչ դստեր մեջ ինչ-որ բան արթնացնում էր նրա մեջ այն զգացմունքները, որոնք նա կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Մարկոսը իր հերթին սկսեց իջեցնել իր պաշտպանությունը։ Միգուցե այդ հզոր կինը տարբեր էր, քան նա սպասում էր։ Միգուցե այդ հանդիպումը իսկապես նոր հնարավորություն կարող էր նշանակել իր Աննայի համար։ Այն, ինչ նրանցից ոչ մեկը չէր պատկերացնում, այն էր, որ իրենց կյանքերը պատրաստվում էին ավելի խորը կապվել, քան պարզապես արյան նվիրատվության համար երախտագիտությունը։ Անցյալը ներկան մի քանի օրից բախվելու էին այնպես, որ ամեն ինչ ընդմիշտ կփոխվեր։ Ընթրիքի ժամանակ Աննան հմայեց Օլիվիային իր դպրոցական պատմություններով, ապագայի մասին իր երազանքներով։ Մարկոսը աստիճանաբար սկսեց ավելի բացվել, խոսելով իր հին նախագծերի շենքային համակարգերի բարելավման մասին, իր գաղափարների մասին։ Օլիվիան կլանում էր յուրաքանչյուր բառ, տպավորված նրա տեխնիկական գիտելիքներով, նորարարական տեսլականով։ Ավելի տպավորիչ էր նրա խոնարհությունը, այն ձը, թե ինչպես էր նա միշտ ուշադրությունը շեղում դեպի Աննան, նրա ապագան։ Երբ գիշերն ավարտվեց, Մարկոսը, Օլիվիան գիտեին, որ սա ընդամենը շատ հատուկ բանի սկիզբն էր։ Հաջորդ առավոտ Օլիվիան արթնացավ անհանգիստ մտքերով։ Մարկոսի հետ նախորդ գիշերվա զրույցը նրա մեջ արթնացրել էր հետաքրքրություն, որը շատ ավելին էր, քան երախտագիտությունը։ Նրա նշած ընկերության անվան մեջ, կլիմատեք ինժեներինգ, ինչ-որ բան շարունակում էր անհանգստացնել նրան։ Իր պենթհաուսի պատշգամբում սուրճ խմելիս նա զանգահարեց Ռոզային։ Ռոզա, ինձ պետք է, որ դուք գաղտնի հետաքննություն կատարեք կլիմատեք ինժեներինգ անունով ընկերության մասին։ Ես ուզում եմ ամեն ինչ իմանալ դրա մասին, հատկապես վերջին տարիներին հնարավոր ձեռքբերման մասին։ Կարող եմ հարցնել, ինչու։ Դա կապված է Մարկոսի հետ։ Նա այնտեղ է աշխատել, նախքան աշխատանքից ազատվելը։ Հասկանալի է։ Հիմա կսկսեմ հետաքննել։ Օլիվիան ավարտեց զանգը, շարունակեց դիտել, թե ինչպես է քաղաքը արթնանում ներքում։
Նա ամբողջ գիշեր մտածել էր Մարկոսի պատմության, նրա կրած անարդարության, հատկապես Աննայի աչքերի փայլի մասին, երբ նա խոսում էր ապագայի մասին։ Սովորական չէր, որ Օլիվիան էմոցիոնալ առումով ներգրավվեր իր բիզնես շրջանակից դուրս մարդկանց հետ, բայց այդ երկուսի մեջ ինչ-որ բան կար, որը խորապես հուզում էր նրան։ Միգուցե դա այն իսկությունը էր, որը վաղուց անհետացել էր նրա կյանքից։ Մինչդեռ Մարկոսը հիվանդանոց հասավ այլ տրամադրությամբ։ Աննան ամբողջ առավոտը խոսում էր արքայադուստր Օլիվիայի նրա տան գեղեցկության մասին։ Որքան էլ փորձում էր իրեն իրականության մեջ պահել, Մարկոսը չէր կարող շղթել, որ նախորդ գիշերվա հանդիպումը նրա մեջ արթնացրել էր հույս, որը տարիներ շարունակ քնած էր։ Հայրիկ, երբ նորից կայցելենք տիկին Օլիվիային, հարցրեց Աննան դպրոցի ճանապարհին։ Չգիտեմ, թե արդյոք նորից կայցելենք նրան, արքայադուստրս։ Ինչու՞։ Ոչ։ Նա շատ լավն էր մեզ հետ։ Երբեմն մարդիկ պարզապես ուզում են մեզ մեկ անգամ ճանաչել, շնորհակալություն հայտնելու համար։ Աննան մտածկոտ դարձավ։ Բայց թվում էր, թե նա սիրում էր մեզ։ Եվ ես շատ էի սիրում նրան։ Մարկոսը ժպտաց, ընդունելով, որ ինքն էլ ավելի շատ էր սիրում, քան սպասում էր։ Կտեսնենք, սիրելիս։ Հիվանդանոցում Մարկոսը փորձում էր կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց նրա մտքերը մշտապես վերադառնում էին Օլիվիայի հետ զրույցին։ Նրա նայելուձի մեջ ինչ-որ բան կար, կարծես նա տեսնում էր ներկա իրավիճակից այն կողմ, ինչը նրան հետաքրքրում միաժամանակ վախեցնում էր։ Դոկտոր Սարգսյանը մոտեցավ նրան ընդմիջման ժամին։ Մարկոս, ինչպես անցավ հանդիպումը գործարար կնոջ հետ։ Ավելի լավ, քան սպասում էի։ Նա տարբեր է, քան պատկերացնում էի։ Տարբեր, ինչպես։ Ավելի մարդկային։ Ավելի անկեղծ։ Եվ նա որ է փոխհատուցում առաջարկել է։ Մարկոսը հապաղեց։ Նա խոսեց հնարավորությունների մասին, բայց դեռ կոնկրետ ոչինչ չկա։ Լավ է ձեզ համար։ Օլիվիա Ալյանսը գերազանց հեղինակություն ունի շուկայում։ Եթե նա հետաքրքրված է ձեզ օգնելու, դա կարող է մեծ հնարավորություն լինել։ Մինչդեռ Ռոզան իր գրասենյակում կատարում էր Օլիվիայի խնդրած հետազոտությունը։ Այն, ինչ նա հայտնաբերեց, անհանգստացրեց նրան։ Կլիմատեկ ինժեներինգը ձեռք էր բերվել 3 տարի առաջ Ալյանս կորպորացիայի դուստր ձեռնարկության կողմից, Օլիվիայի բիզնես խմբի կողմից։ Ավելի անհանգստացնող էր այն, որ ձեռքբերման արխիվներում նշվում էին սպասվող իրավական հարցեր, գաղտնիության համաձայնագրեր, որոնք կապված էին ներքին բողոքի գործի հետ, որը պատշաճ կերպով լուծվել էր։ Ռոզան շարունակեց հետաքննել, հայտնաբերեց, որ գործը ներառում էր ինժեներ, ով աշխատանքից ազատվել էր ոչ պատշաճ վարքի համար, անվտանգության անկանոնությունների վերաբերյալ պնդումներ անելուց հետո։ Ինժեների անունը փաստաթղթերում գրաքննված էր, բայց ամսաթվերը ճշգրտորեն համընկնում էին Մարկոսի պատմության հետ։ Սրտի ցավով Ռոզան հասկացավ այն սարսափելի իրավիճակը, որում նրանք հայտնվել էին։ Օլիվիայի ընկերությունը ձեռք էր բերել նույն ընկերությունը, որը կործանել էր Մարկոսի կյանքը, ակնհայտորեն մեղսակից էր եղել իրավիճակը թաքցնելու գործում։ Ռոզան ամբողջ առավոտը մտածում էր, թե արդյոք պետք է անմիջապես պատմի Օլիվիային, թե նախքան այդ ավելին հետաքննի։ Նա տարիներ շարունակ ճանաչում էր իր շեֆին, գիտեր, որ նա կկործանվեր, իմանալով, որ իր ընկերությունը մասնակցել է անարդարության։ Վերջապես, նա որոշեց մի փոքր ավելին հետաքննել, նախքան ամեն ինչ պատմելը։ Նա պետք է բացարձակապես վստահ լիներ փաստերի մեջ, նախքան նման նուրբ տեղեկություն բացահայտելը։ Կեսօրին Օլիվիան զանգահարեց Մարկոսին։ Նա ինքը զարմացավ այդ ցանկությունից, բայց ուզում էր նորից լսել նրա ձայնը։ Մարկոս։ Ես Օլիվիան եմ։ Ինչպե՞ս եք այսօր։ Օլիվիա։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Իսկ դուք։ Ամեն օր ավելի լավ։ Լսեք, ես մտածում էի, դուք երեք նշեցիք, որ կցանկանայիք Աննայի համար ավելի շատ հնարավորություններ առաջարկել։ Ինչպես կլինի, եթե նա ծանոթանա խմբի որոշ ընկերությունների հետ։ Դա կարող է հետաքրքիր լինել նրա համար, տեսնելու տարբեր մասնագիտական ոլորտներ։ Մարկոսը զարմացավ հրավերից։ Դա շատ բարի է ձեր կողմից, բայց մենք չենք ուզում չարաշահել ձեր առատաձեռնությունը։ Չարաշահում չէ։ Դա ձեր արածի համար հատուցելու միջոց է։ Բացի այդ, խոստովանեմ, որ շատ հավանեցի ձեր երկուսի ընկերությունը երեք։ Աննան հիացած կլիներ։ Հրաշալի է։ Ինչպես կլինի շաբաթ օրը։
Կարող եմ նրան ցույց տալ որոշ գրասենյակներ, լաբորատորիաներ, միգուցե տեխնիկական ուսուցման կենտրոնը։ Տեխնիկական ուսուցման կենտրոն։ Այո, մենք ունենք կենտրոն, որտեղ առաջարկում ենք մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Ներառյալ ինժեներություն։ Մարկոսը մի պահ լուռ մնաց։ Դուք ինժեներական դասընթացներ ունեք։ Ունենք։ Դա մեր սոցիալական պատասխանատվության ծրագրի մաս է։ Մենք առաջարկում ենք մասնագիտական վերահաստատում թարմացում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերսկսել կարիերան տեխնիկական ոլորտներում։ Դա հետաքրքիր է։ Մարկոս, կարող եմ անկեղծ լինել ձեզ հետ։ Իհարկե։ Ձեր գիտելիքներով ազնվությամբ տղամարդը չպետք է կորած լինի համակարգում։ Եթե դուք հետաքրքրված եք վերադառնալ ինժեներությանը, միգուցե կարող ենք խոսել հնարավորությունների մասին։ Մարկոսը զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Օլիվիա, ես արդեն մի քանի անգամ փորձել եմ։ Իմ հեղինակությունը շուկայում է։ Իսկ եթե ես ասեմ, որ հեղինակությունը կարող է վերականգնվել։ Հատկապես, երբ մարդը ապացուցված իրավասություն ամբասիր բնավորություն ունի։ Դուք իսկապես հավատում եք դրան։ Հավատում եմ։ Եվ ես ունեմ ռեսուրսներ, օգնելու դա իրականություն դարձնել։ Մարկոսը ավարտեց զանգը հույսի զգուշության խառնուրդով։ Նրա մի մասը ցանկանում էր հավատալ, որ վերջապես իր բախտը փոխվում է, բայց մյուս մասը վախենում էր, որ դա չափազանց լավն էր, ճիշտ լինելու համար։ Մինչդեռ Ռոզան ավարտում էր իր հետաքննությունը ավելի ու ավելի էր անհանգստանում իր հայտնաբերածից։ Այլս կասկածներ չկային։ Մարկոսը այն ինժեներն էր, ով անարդարության էր ենթարկվել Կլիմատեքի կողմից, Ալյանս կորպորացիան ձեռք էր բերել ընկերությունը, իմանալով ներգրավված իրավական էթիկական խնդիրների մասին։ Ավելի վատ։ Ձեռքբերման ներքին փաստաթղթերում կային առաջարկություններ, պահպանելու լռության համաձայնագրերը, խնդրահարույց նախկին աշխատակցի հետ, խուսափելու անհարկի իրավական բացահայտումից։ Ռոզան հասկացավ, որ սարսափելի երկընտրանքի առջ էր կանգնած։ Ինչպես պատմեր Օլիվիային, որ իր ընկերությունը մեղսակից էր եղել այն մարդու կյանքը կործանելու գործում, ում նա սկսում էր հիանալ։ Օրվա վերջում Ռոզան քաջություն հավաքեց զանգահարեց Օլիվիային։ Օլիվիա, ինձ պետք է ձեզ հետ խոսել շատ լուրջ բանի մասին։ Դա վերաբերում է Կլիմատեքի մասին ձեր խնդրած հետազոտությանը։ Կարող եք խոսել։ Ավելի լավ է անձամբ խոսենք։ Դա բարդ է։ Լավ։ Եկեք հիմա իմ տուն։ Մեկ ժամ անց Ռոզան նստած էր Օլիվիայի հյուրասենյակում, փաստաթղթերով լի թղթապանակով։ Նրա լուրջ արտահայտությունը անմիջապես զգուշացրեց Օլիվիային, որ ինչ-որ բան շատ սխալ էր։ Ինչ եք հայտնաբերել, Ռոզա։ Կլիմատեք ինժեներինգը ձեռք է բերվել մեր Ալյանս համակարգեր դուստր ձեռնարկության կողմից 3 տարի առաջ։ Օլիվիան կնճռեց հոնքերը։ Մեր դուստր ձեռնարկության կողմից։ Բայց, ապա… Այո։ Մենք գնեցինք այն ընկերությունը, որտեղ աշխատել է Մարկոսը։ Եվ… Ռոզան խորը շունչ քաշեց։ Եվ ակնհայտորեն մենք գնեցինք, իմանալով այն խնդիրների մասին, որոնց մասին նա զեկուցել էր։ Կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ մենք պահպանել ենք գաղտնիության համաձայնագրերը, որոնք խոչընդոտում էին Մարկոսին խոսել իր հայտնաբերածի մասին։ Օլիվիան գունատվեց։ Դուք ասում եք, որ մեր ընկերությունը մեղսակից է եղել այն բանում, ինչ պատահել է նրա հետ։ Ոչ միայն մեղսակից։ Մենք շարունակեցինք անարդարությունը։ Մենք պահպանեցինք այն համաձայնագրերը, որոնք պաշտպանում էին ընկերությանը վնասում Մարկոսին։ Օլիվիան վեր կացավ քայլեց դեպի պատուհանը, փորձելով մշակել տեղեկությունը։ Բացարձակապես վստահ եք դրանում։ Ցավոք, այո։ Ահա բոլոր փաստաթղթերը։ Օլիվիան դողդոջուն ձեռքերով թերթեց թղթերը։ Յուրաքանչյուր էջ հաստատում էր այն մղձավանջը, որը բացահայտել էր Ռոզան։ Նրա ընկերությունը, այն մեկը, որը նա այդքան հպարտությամբ էր ղեկավարում, պատասխանատու էր եղել ազնիվ մարդուն իր մասնագիտությունից հեռու պահելու համար։ Աստված իմ, մրմնջաց նա։ Ես խոսեցի նրա հետ հնարավորությունների մասին, նրա կարիերան վերակառուցելու մասին։ Ամբողջ ժամանակ մեր ընկերությունը պատասխանատու էր դրա կործանման համար։ Օլիվիա, դուք չգիտեիք։ Այս ձեռքբերումը կատարվել է, երբ դուք կենտրոնացած էիք միջազգային ընդլայնման վրա։ Հավանաբար նույնիսկ ձեր սեղանից չի անցել։ Դա ինձ չի ազատում պատասխանատվությունից, Ռոզա։
Մարկոսը փրկեց իմ կյանքը, ես հայտնաբերեցի, որ իմ ընկերությունը կործանել է նրա կյանքը։ Օլիվիան ծանր նստեց բազմոցին, զգալով բացահայտման ծանրությունը։ Ինչպես եմ նայելու նրան, իմանալով դա։ Ինչպես եմ նայելու Աննային, իմանալով, որ մենք պատասխանատու ենք այն դժվարությունների համար, որոնց նա բախվում է։ Օլիվիա, դուք հնարավորություն ունեք շտկելու դա։ Ինչպես։ Վնասն արդեն հասցվել է։ Նրա կինը մահացել է, նրա կարիերան կործանվել է, նրանք ամեն ինչ կորցրել են։ Բայց դուք կարող եք նրան վերադարձնել այն, ինչ վերցվել է։ Դուք կարող եք վերականգնել նրա կարիերան, նրա հեղինակությունը։ Օլիվիան երկար ժամանակ լուռ մնաց, պատուհանից նայելով այն քաղաքին, որը այդքան սիրում էր։ Ռոզա, չեղարկեք իմ բոլոր պարտավորությունները վաղվա համար։ Ես պետք է մտածեմ այդ մասին։ Իսկ Մարկոսը։ Առայժմ ոչինչ չենք պատմի նրան։ Ես պետք է նախ որոշեմ, թե ինչպես ենք լուծելու այս իրավիճակը։ Ռոզան գլխով արեց պատրաստվեց հեռանալ, բայց Օլիվիան նորից կանչեց նրան։ Ռոզա։ Այո։ Շնորհակալություն ճշմարտությունը հայտնաբերելու համար։ Նույնիսկ եթե դա ցավալի է։ Երբ Ռոզան հեռացավ, Օլիվիան մենակ մնաց իր մտքերի ճնշող մեղքի զգացումի հետ։ Այն մարդը, ով փրկել էր իր կյանքը, վնասվել էր իր սեփական ընկերության կողմից։ Իրավիճակի հեգնանքը դառը ցավալի էր։ Այդ գիշեր Օլիվիան չկարողացավ քնել։ Նա մնաց պատշգամբում, դիտելով երանի լույսերը, մտածելով Մարկոսի Աննայի մասին։ Ինչպես կարող էր դիմակայել նրանց, իմանալով ճշմարտությունը։ Ինչպես կարող էր հաշտվել իր սեփական խղճի հետ։ Մինչդեռ Մարկոսը նույնպես գիշերը արթուն էր անցկացնում, բայց լիովին այլ պատճառներով։ Առաջին անգամ տարիների ընթացքում նա իրեն թույլ տվեց երազել ավելի լավ ապագայի մասին։ Օլիվիան խոսել էր հնարավորությունների, կարիերան վերակառուցելու մասին։ Միգուցե, վերջապես, իր բախտը փոխվում էր։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ իր կյանքը պատրաստվում էր այնպիսի ուղղություն ստանալ, որը նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այն կինը, ում նա սկսել էր հիանալ, բախվում էր իր կյանքի ամենամեծ էթիկական երկընտրանքին։ Օլիվիան 3 օր անցկացրեց մեկուսացման մեջ, չեղարկելով կարևոր հանդիպումներ, խուսափելով Մարկոսի հետ շփումից։ Ռոզան փորձում էր մխիթարել նրան, բայց նա կլանված էր մեղքով բարոյական պատասխանատվությամբ, որը հայտնաբերել էր, որ կրում է։ Հինգշաբթի առավոտյան Աննան զանգահարեց Պենթհաուս։ Նա համարը ստացել էր Ռոզայից, երեխաների անմիջականությամբ որոշել էր ուղղակիորեն զանգահարել Օլիվիային։ Ալո։ Տիկին Օլիվիա։ Օլիվիան անմիջապես ճանաչեց քաղցր ձայնը։ Աննա։ Ինչպիսի հրաշալի անակնկալ։ Ինչպես ստացաք իմ հեռախոսահամարը։ Տիկին Ռոզան տվեց, երբ 3 հիվանդանոցում հանդիպեցինք։ Հայրիկս աշխատում էր, ես նրա հետ էի։ Եվ ինչպես եք։ Մենք լավ ենք։ Հայրիկս շատ է սովորում այն գրքերից, որոնք դուք պարտքով տվեցիք։ Նա մինչ ուշ է կարդում կամուրջների շենքերի մասին։ Օլիվիան սրտի կծկում զգաց։ Մարկոսը պատրաստվում էր, հավանաբար սպասելով այն հնարավորություններին, որոնք նա խոստացել էր, առանց իմանալու, որ իր ընկերությունը պատասխանատու է նրա դժվարությունների համար։ Աննա, կարող եմ խոսել հորդ հետ։ Նա հիվանդանոցում է, աշխատում։ Բայց կարող եմ հաղորդագրություն փոխանցել։ Կարող եք ասել նրան, որ շատ կցանկանայի տեսնել նրան շաբաթ օրը։ Խոստացել էի ձեզ ցույց տալ ուսումնական կենտրոնը։ Իրոք։ Հայրիկս շատ ուրախ կլինի։ Նա մի փոքր տխուր էր, որ դուք այլս չզանգահարեցիք։ Աննայի անմեղությունը սրի պես կտրեց Օլիվիայի սիրտը։ Ես զբաղված էի կարևոր խնդիրներ լուծելով։ Բայց հիմա շատ եմ ուզում տեսնել ձեզ։ Ես էլ։ Նոր նկար ունեմ ձեզ ցույց տալու։ Երբ Օլիվիան անջատեց հեռախոսը, աչքերում արցունքներ կային։ Ռոզան, ով ականատես էր եղել զանգին, մոտեցավ։ Դուք պատմելու եք նրանց։ Կպատմեմ։ Ես չեմ կարող շարունակել ապրել այս ստի հետ, անտեսելով։ Ինչպես եք պատրաստվում դա անել։ Դեռ չգիտեմ։ Բայց նախ Աննային ցույց կտամ ուսումնական կենտրոնը, ինչպես խոստացել էի։ Հետո կխոսեմ Մարկոսի հետ առանձին։ Շաբաթ օրը Մարկոսը հասավ Ալյանս կորպորացիայի գլխավոր գրասենյակ, հագած իր լավագույն կոստյումը։ Աննան նրան ուղեկցում էր, ցատկոտելով հուզմունքից, որ տեսնում էր նրան հագնված է արքայազնի պես, ինչպես ինքն էր ասել։
Օլիվիան նրանց անձամբ դիմավորեց նախասրահում, չկարողացավ թաքցնել հուզմունքը, տեսնելով նրանց։ Մարկոսը նկատեց, որ նա ավելի լուրջ էր թվում, քան նախորդ անգամ, բայց դա վերագրեց կորպորատիվ միջավայրին։ Պատրաստ եք շրջագայությանը, հարցրեց Օլիվիան, ստիպելով իրեն ժպտալ։ Աննան ոգորված գլխով արեց, ամուր բռնելով հոր ձեռքը։ Նրանք սկսեցին այցելել հետազոտական լաբորատորիաները, որտեղ Աննան հիացած էր սարքավորումներից փորձերից։ Նայիր, հայրիկ։ Նրանք շինարարական նյութեր են փորձարկում։ Մարկոսը ամեն ինչ դիտում էր մասնագիտական հետաքրքրությամբ, տեխնիկական հարցեր տալով, որոնք տպավորում էին նրանց ուղեկցող ինժեներներին։ Օլիվիան նկատում էր, թե ինչպես էր նա բնականաբար ստանձնում մասնագետի դերը, կարծես երբեք չէր հեռացել ոլորտից։ Մարկոսը շատ ամուր գիտելիքներ ունի, մեկնաբանեց ինժեներներից մեկը Օլիվիային։ Նա հիանալի լրացում կլիներ մեր թիմին։ Ուսումնական կենտրոնում Աննան հիացած էր սիմուլյատորներից, նախագծերի մակետներից։ Կար մի սենյակ, որը հատուկ նվիրված էր քաղաքացիական ինժեներությանը, կամուրջների, շենքերի կառուցվածքային համակարգերի մոդելներով։ Հայրիկ, դա նման է այն գրքերին, որոնք դուք տանը սովորում եք։ Մարկոսը ժպտաց, բայց Օլիվիան կարողացավ նկատել մելամաղձոտ փայլ նրա աչքերում։ Այնտեղ լինելը, շրջապատված իր իրական կոչման տարրերով, նրա մեջ ցավալի կարոտ էր արթնացնում։ Շրջագայությունից հետո Օլիվիան նրանց հրավիրեց ճաշելու շենքի գործադիր ռեստորանում։ Աննան շատախոսում էր իր տեսած ամեն ինչի մասին, 1001 պլաններ կազմելով ապագայի համար։ Տիկին Օլիվիա, կարո՞ղ եմ այստեղ աշխատել, երբ մեծանամ։ Իհարկե, սիրելիս։ Բայց դուք պետք է շատ սովորեք։ Ես կսովորեմ։ Հայրիկը միշտ ասում է, որ սովորելը կարևոր է։ Մարկոսը ժպտաց դստերին, բայց Օլիվիան կարողացավ նկատել, որ նա ավելի ու ավելի էր մտածկոտ դառնում։ Ճաշից հետո Օլիվիան որոշում կայացրեց։ Աննա, ինչպես կլինի, եթե Ռոզան ձեզ տանի տանիքի այգին տեսնելու, մինչ ես ձեր հոր հետ կխոսեմ որոշ կարևոր բաների մասին։ Աննան նայեց նրանց երկուսի միջ, նկատելով, որ ինչ-որ լուրջ բան է կատարվում։ Ամեն ինչ լավ է։ Այո, արքայադուստրս, ասաց Մարկոսը։ Դա պարզապես մեծահասակների զրույց է։ Երբ նրանք մենակ մնացին Երանի տեսարանով հանդիպումների սենյակում, Օլիվիան խորը շունչ քաշեց։ Եկել էր այն պահը, որից նա այդքան վախենում էր։ Մարկոս, ինձ պետք է ձեզ հետ խոսել շատ լուրջ բանի մասին։ Լսում եմ։ Հիշում եք, որ նշեցիք, որ աշխատում էիք կլիմատեք ինժեներինգում։ Մարկոսը գլխով արեց, տարօրինակ համարելով զրույցի ընթացքը։ Ես հրամայեցի հետաքննել այդ ընկերությունը մեր զրույցից հետո։ Ինչու՞։ Օլիվիան հապաղեց, խոսքերը դժվարությամբ էին դուրս գալիս։ Որովհետև անունը ինձ ծանոթ էր թվում։ Եվ ես հայտնաբերեցի, թե ինչու։ Մարկոսը ուշադիր դիտում էր նրան, սկսելով զգալ, որ ինչ-որ բան շատ սխալ էր։ Մարկոս, կլիմատեքը ձեռք է բերվել իմ ընկերության կողմից 3 տարի առաջ։ Մարկոսի դեմքը գունատվեց։ Ինչ եք ասում։ Ես ասում եմ, որ Ալյանս կորպորացիան, իմ ընկերությունը, գնել է կլիմատեք ինժեներինգը։ Եվ ձեռքբերման գործընթացում մենք պահպանեցինք բոլոր գոյություն ունեցող իրավական համաձայնագրերը, ներառյալ նրանք, որոնք խոչընդոտում էին ինձ խոսել այն անկանոնությունների մասին, որոնց մասին ես զեկուցել էի, Մարկոսը ավարտեց, ձայնը սառելով։ Այո։ Մարկոսը դանդաղ վեր կացավ աթոռից, բացահայտման ծանրությունը հարվածեց նրան որովայնին։ Դուք ասում եք ինձ, որ ձեր ընկերությունը մեղսակից է եղել իմ կարիերայի կործանմանը։ Մարկոս, ես չգիտեի։ Այս ձեռքբերումը կատարվել է դուստր ձեռնարկության կողմից, ես նույնիսկ մանրամասներին չեմ տեղյակ եղել այն ժամանակ։ Բայց հիմա դուք գիտեք։ Հիմա ես գիտեմ։ Եվ ես կործանված եմ։ Մարկոսը քայլեց դեպի պատուհանը, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Ամեն ինչ հիմա իմաստ ուներ։ Դոնորի որոնումը, հանկարծակի հետաքրքրությունը, հնարավորությունների խոստումները։ Դրա համար էիք ուզում ինձ գտնել, ասաց նա, չշրջվելով։ Դա երախտագիտություն չէր։ Դա մեղք էր։ Սկզբում երախտագիտություն էր, Մարկոս։ Ես իսկապես ուզում էի շնորհակալություն հայտնել ձեր կյանքը փրկելու համար։ Բայց երբ հայտնաբերեցի կապը, երբ հայտնաբերեցիք, որ ես մեկ խնդիր էի, որը ստեղծել էր ձեր ընկերությունը։ Ոչ։ Դուք խնդիր չեք։
Դուք սարսափելի անարդարության զոհ եք, իմ ընկերությունը մասնակից է եղել այդ անարդարությանը։ Մարկոսը վերջապես շրջվեց, Օլիվիան կարողացավ տեսնել զայրույթը հիասթափությունը նրա աչքերում։ Գիտեք, թե որն է այս ամենի ամենադառը մասը, Օլիվիա։ Որը։ Որ ես սկսում էի վստահել ձեզ։ Սկսում էի հավատալ, որ միգուցե ձեր աշխարհում տարբեր մարդիկ կային։ Կան։ Ես տարբեր եմ։ Իրոք։ Ապա ինչու։ Չպատմեցիք ինձ դա սկզբից։ Ինչու։ Բերեցիք ինձ այստեղ, ցույց տվեցիք այս ամենը Աննային, ցնուցեցիք մեր հույսերը, եթե դուք գիտեիք ճշմարտությունը։ Օլիվիան պատասխան չուներ դրան։ Ես փորձում էի միջոց գտնել բաները շտկելու համար։ Շտկելու, Մարկոսը դառնորեն ծիծաղեց։ Օլիվիա, դուք կործանեցիք իմ կյանքը։ Իմ կինը մահացավ, ես կորցրի իմ տունը, իմ կարիերան, իմ հեղինակությունը։ Ինչպես եք դա շտկում։ Ես կարող եմ վերականգնել ձեր կարիերան։ Կարող եմ պաշտոն առաջարկել ընկերությունում, արժանապատիվ աշխատավարձ, ձեր իրավասության հանրային ճանաչումը։ Ինչի դիմաց։ Իմ լռության։ Կեղծելու, թե ոչինչ չի պատահել։ Ոչ։ Ոչինչի դիմաց։ Որովհետև դա ճիշտ է անել։ Մարկոսը գլխով արեց։ Դուք չեք հասկանում, չէ՞։ Խոսքը միայն աշխատանքի կամ փողի մասին չէ։ Խոսքը արդարության մասին է։ Խոսքը հրապարակայնորեն ընդունելու մասին է, որ ես ճիշտ էի, ձեր ընկերությունը սխալ էր։ Իսկ եթե ես դա անեի։ Եթե հրապարակայնորեն ընդունեի ընկերության պատասխանատվությունը։ Մարկոսը երկար ժամանակ նայեց նրան։ Իսկապես կանեիք դա։ Իմանալով, որ դա կարող է վնասել ձեր հեղինակությանը, ձեր բիզնեսին։ Կանեի։ Ինչու։ Որովհետև դա ճիշտ է անել։ Եվ որովհետև դուք արժանի եք մաքրել ձեր անունը։ Այդ պահին Աննան վազելով մտավ սենյակ, անտեսելով արձանագրությունները։ Հայրիկ, այգին գեղեցիկ է։ Դուք տեսաք ծաղիկները։ Նա կանգ առավ, նկատելով լարվածությունը սենյակում։ Ինչու։ Էք տխուր տեսք ունենում։ Մարկոսը ծնկի իջավ դստեր բարձրությանը։ Արքայադուստրս, մենք հիմա պետք է գնանք։ Բայց ինչու։ Չհավանեցիք զբոսանքը։ Մարկոսը նայեց Օլիվիային, ով աչքերում արցունքներ ուներ։ Դա բարդ է, սիրելիս։ Աննան նայեց երկու մեծահասակների միջ, հետո դիմեց Օլիվիային։ Տիկին Օլիվիա, դուք կռվել եք հայրիկիս հետ։ Աննա, այդպես չէ։ Որովհետև եթե կռվել եք, կարող եք ներողություն խնդրել։ Հայրիկը միշտ ասում է, որ լավ մարդիկ ներողություն են խնդրում, երբ սխալ բաներ են անում։ Աննայի դիտարկման պարզությունը սենյակում արձագանքեց զանգի պես։ Մարկոսը զգաց, թե ինչպես են արցունքները կուտակվում իր աչքերում։ Օլիվիան նույնպես ծնկի իջավ, հավասարվելով Աննայի բարձրությանը։ Ձեր դուստրը ճիշտ է, Մարկոս։ Լավ մարդիկ ներողություն են խնդրում, երբ սխալ բաներ են անում։ Նա ուղղակիորեն նայեց Աննային։ Իմ ընկերությունը մի քանի տարի առաջ շատ սխալ բան արեց ձեր հոր հետ։ Եվ ես ուզում եմ ներողություն խնդրել, փորձել շտկել։ Աննան նայեց հորը։ Հայրիկ, նա իսկապես կարող է շտկել։ Մարկոսը նայեց Օլիվիային, նրա աչքերում տեսնելով անկեղծ անկեղծություն։ Չգիտեմ, արքայադուստրս։ Որոշ բաներ շատ դժվար է շտկել։ Բայց մենք կարող ենք փորձել, չէ՞։ Հայրիկը միշտ ասում է, որ փորձելը կարևոր է։ Օլիվիան դիմեց Մարկոսին։ Թույլ տվեք ինձ փորձել, Մարկոս։ Թույլ տվեք ինձ ճիշտ անել։ Մարկոսը երկար ժամանակ լուռ մնաց, բռնելով Աննայի ձեռքը։ Իսկ եթե ես ասեմ, որ ես պարզապես աշխատանք կամ ֆինանսական փոխհատուցում չեմ ուզում։ Իսկ եթե ես ասեմ, որ ես ուզում եմ իրական արդարություն։ Ապա դուք կունենաք իրական արդարություն։ Նույնիսկ եթե դա նշանակում է հանրային բացահայտում։ Սխալներ ընդունել դատական գործընթացում։ Նույնիսկ այդպես։ Ինչու։ Ինչու։ Դուք դա կանեիք մեզ համար։ Օլիվիան նայեց Աննային, հետո Մարկոսին։ Որովհետև Աննան ճիշտ է։ Լավ մարդիկ ճիշտ են անում։ Եվ որովհետև դուք երկուստ ինձ սովորեցրիք, թե ինչ է իրականում նշանակում բնավորություն ունենալ։ Մարկոսը խորը շունչ քաշեց։
Տարիներ շարունակ նա երազել էր այս պահի մասին, որ ինչ-որ մեկը վերջապես կճանաչի, որ ինքը անարդարության է ենթարկվել։ Բայց հիմա, երբ դա տեղի էր ունենում, նա իրեն կորած էր զգում, չկարողանալով լիովին մշակել այն, ինչ առաջարկվում էր։ Ինչ ժամանակ է պետք մտածելու համար, վերջապես ասաց նա։ Որքան ժամանակ էլ պետք լինի։ Եվ այդ ընթացքում դուք երկուսդ միշտ ողջունելի կլինեք այստեղ։ Դուք ունեք իմ խոսքը, որ Աննան կունենա բոլոր այն կրթական հնարավորությունները, որոնց նա արժանի է, անկախ ձեր որոշումից։ Աննան ժպտաց։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք նորից գալ այստեղ։ Երբ ուզենաք։ Մարկոսը բռնեց դստեր ձեռքը։ Գնանք տուն, Աննա։ Կարող ենք նախ հրաժեշտ տալ տիկին Օլիվիային։ Մարկոսը գլխով արեց։ Աննան մոտեցավ Օլիվիային գրկեց նրան։ Շնորհակալություն զբոսանքի համար։ Դա իմ կյանքի լավագույն օրն էր։ Օլիվիան պատասխանեց գրկախառնությամբ, սիրտը կոտրված զգալով։ Ինձ համար էլ, սիրելիս։ Երբ նրանք դուրս եկան, Օլիվիան մենակ մնաց սենյակում, պատուհանից նայելով երանին։ Ռոզան մի քանի րոպե անց մտավ գտավ նրան լացելիս։ Ինչպես անցավ։ Կործանարար։ Բայց անհրաժեշտ։ Եվ հիմա ես սպասում եմ։ Եվ աղոթում եմ, որ Մարկոսը ինձ հնարավորություն տա ճիշտ անել։ Ռոզան նստեց Օլիվիայի կողքին։ Դուք գիտեք, որ դա կարող է հսկայական իրավական բարդություններ առաջացնել ընկերության համար։ Ես գիտեմ։ Եվ այդուհանդերձ պատրաստ եք առաջ գնալ։ Օլիվիան վճռականորեն նայեց Ռոզային։ Ռոզա, մի քանի շաբաթ առաջ ես գրեթե կորցրի իմ կյանքը։ Ազնիվ մարդը փրկեց ինձ, առանց հապաղելու, առանց ոչինչ սպասելու փոխարենը։ Եթե դա ինձ չսովորեցրեց, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում, ապա ես ոչինչ չեմ սովորել։ Իսկ եթե Մարկոսը որոշի չընդունել ձեր առաջարկը, ապա ես կհարգեմ նրա որոշումը։ Բայց չեմ դադարի փորձել ճիշտ անել։ Մինչդեռ, տունդարձի ավտոբուսում Աննան դիտում էր հորը մտածկոտ։ Հայրիկ, դուք բարկացած եք տիկին Օլիվիայի վրա։ Ոչ, արքայադուստրս։ Ես պարզապես մտածում եմ։ Նա շատ տխուր էր թվում, երբ մենք գնացինք։ Ես գիտեմ։ Կարծում եք, որ նա լավ մարդ է։ Մարկոսը նայեց դստերին, նրա աչքերում տեսնելով մաքրությունը։ Կարծում եմ, որ նա փորձում է լինել, սիրելիս։ Ապա միգուցե մենք կարող ենք օգնել նրան իսկապես լավ մարդ դառնալ։ Աննայի պարզ իմաստությունը արձագանքեց Մարկոսի մտքում ամբողջ տունդարձի ճանապարհին։ Միգուցե իր դուստրը ճիշտ էր։ Միգուցե ժամանակն էր հնարավորություն տալու մեկին վերջապես ճիշտ անել։ Մեկ շաբաթ անցավ լռության մեջ։ Մարկոսը չզանգահարեց, չհայտնվեց, կյանքի նշաններ չտվեց։ Օլիվիան հարգեց նրա տարածքը, բայց ամեն օր ավելացնում էր նրա անհանգստությունը։ Նա չեղարկել էր կարևոր ճամփորդություններ հետաձգել կարևոր բիզնես որոշումներ, չկարողանալով կենտրոնանալ որևէ բանի վրա, բացի Մարկոսի պատասխանից։ Ռոզան փորձում էր պահպանել նորմալ առօրյան, բայց նկատում էր, որ իր շեֆը լիովին այլ էր։ Օլիվիան անընդհատ նայում էր հեռախոսին, սպասելով մի զանգի, որը չէր գալիս։ Հինգշաբթի երեկոյան վերջապես հեռախոսը զանգեց։ Օլիվիա։ Ես Մարկոսն եմ։ Նրա սիրտը թռավ։ Մարկոս։ Ինչպե՞ս եք։ Շատ եմ մտածում։ Շատ եմ խոսում նա Աննայի հետ։ Եվ եկել եք որևէ եզրակացության։ Մենք կցանկանայինք ընդունել ձեր առաջարկը։ Բայց որոշ պայմաններով։ Ինչ պայմաններով։ Նախ, ուզում եմ, որ ամեն ինչ օրինականորեն փաստաթղթավորվի։ Հանրային ճանաչում, որ ես ճիշտ էի իմ բողոքներում անարդարացիորեն ազատվել եմ աշխատանքից։ Ընդունում եմ։ Երկրորդ, ուզում եմ փոխհատուցում ոչ միայն ինձ համար, այլ բոլոր այլ մարդկանց համար, ովքեր կարող էին տուժել այն անկանոնությունների անտեսումից, որոնց մասին ես զեկուցել էի։ Նույնպես ընդունում եմ։ Եվ երրորդ, Մարկոսը հապաղեց։ Ուզում եմ, որ դուք ճանաչեք Աննային ոչ թե որպես գործարար կին, այլ որպես մարդ։ Նա շատ է կապվել ձեզ հետ, եթե մենք շարունակենք, ես պետք է իմանամ, թե արդյոք դուք տեղ ունեք ձեր սրտում երեխայի համար։ Օլիվիան աչքերում արցունքներ զգաց։ Մարկոս, արդեն տեղ կա իմ սրտում Աննայի համար։ Եվ ձեզ համար էլ։
Հեռախոսի մյուս կողմում լռություն տիրեց, նախքան Մարկոսը պատասխանեց. Ապա կարծում եմ, որ կարող ենք փորձել նոր բան կառուցել միասին։ Հաջորդ օրը Մարկոսը հասավ Ալյանց կորպորացիայի գրասենյակ, հագած նոր կոստյում։ Աննան նրան ուղեկցում էր, ցատկոտելով հուզմունքից, որ տեսնում էր նրան հագնված արքայազնի պես, ինչպես ինքն էր ասել։ Օլիվիան նրանց անձամբ դիմավորեց, այս անգամ լարվածություն չկար օդում, միայն հույս վճռականություն։ Պատրաստ եք նոր փուլ սկսելու, հարցրեց նա։ Ավելի քան պատրաստ, պատասխանեց Մարկոսը, անկեղծորեն ժպտալով շաբաթներ շարունակ առաջին անգամ։ Հաջորդ ամիսները լարված էին։ Օլիվիան կատարեց իր բոլոր խոստումները։ Մարկոսը պաշտոնապես վերականգնվեց որպես ավագ ինժեներ, համապատասխան աշխատավարձով ընկերության հրապարակային հայտարարությամբ, որը ճանաչում էր պատմական սխալը։ Ավելի կարևոր է, որ այն անկանոնությունները, որոնց մասին նա զեկուցել էր, վերջապես շտկվեցին բոլոր տուժած շենքերում։ Աննան ընդունվեց գերազանց մասնավոր դպրոց, որտեղ ծաղկեց նրա բնական տաղանդը ճշգրիտ գիտությունների նկատմամբ։ Նա սկսեց պարբերաբար հաճախել ընկերություն, միշտ հետաքրքրվելով այն նախագծերով, որոնց վրա աշխատում էր հայրը։ Բայց ամենակարևոր փոփոխությունները անձնական էին։ Մարկոսը Աննան տեղափոխվեցին ավելի մեծ բնակարան, ընկերության մոտ։ Օլիվիան սկսեց պարբերաբար այցելել նրանց, աստիճանաբար դարձավ ընտանեկան առօրյայի մաս։ Աննան առաջինը նկատեց, որ մեծահասակները սիրահարվում են։ Երեխաների սրամտությամբ նա սկսեց մեկնաբանություններ անել այն մասին, թե որքան հաճելի կլիներ, եթե Օլիվիան լիներ իր սրտի մայրիկը։ Շաբաթ կեսօրին, վերամիավորումից 3 ամիս անց, Օլիվիան օգնում էր Աննային դպրոցական նախագծի հետ, կամուրջների մասին, երբ աղջիկը ուղիղ հարց տվեց. Տիկին Օլիվիա, դուք սիրում եք հայրիկիս։ Օլիվիան դադարեց գրել, նայեց երեխային։ Շատ եմ սիրում նրան։ Ինչու՞։ Որովհետև նա նույնպես շատ է սիրում ձեզ։ Նա ուրախ է լինում, երբ դուք գալիս եք այստեղ։ Իրոք։ Այո։ Եվ ես էլ եմ ուրախանում։ Դուք հիմա մեր ընտանիքի պես եք։ Այդ գիշեր, երբ Աննան քնեց, Մարկոսը Օլիվիան խոսեցին հյուրասենյակում։ Աղջկա հարցը քանդել էր նրանց միջ անտեսանելի պատնեշը։ Աննան հետաքրքիր դիտարկում արեց այսօր, սկսեց Օլիվիան։ Ինչի՞։ Մասին։ Մեր մասին։ Ընտանիքի մասին։ Մարկոսը շրջվեց դեպի նրան բազմոցին։ Օլիվիա, այս ամիսները իմ կյանքի լավագույնն են եղել երկար ժամանակ։ Ոչ միայն մասնագիտական, այլ անձնական առումով։ Ինձ համար էլ։ Աննային պետք է կայունություն, մարդիկ, ում նա կարող է լիովին վստահել։ Իսկ դուք։ Ինչ է ձեզ պետք։ Մարկոսը նայեց նրա աչքերին։ Մեկը, ով կսիրի Աննային այնքան, որքան ես եմ սիրում։ Մեկը, ով կհասկանա, որ նա միշտ կլինի իմ առաջնահերթությունը։ Իսկ եթե ես ասեմ, որ նա արդեն դարձել է իմ առաջնահերթությունը, ապա միգուցե կարող ենք խոսել միասին մշտական բան կառուցելու մասին։ Օլիվիան մոտեցավ նրան։ Մարկոս, ես սիրահարված եմ ձեր երկուսին։ Առաջին անգամ կյանքումս հասկանում եմ, թե ինչ է իրականում նշանակում ընտանիք։ Նույնիսկ իմանալով, որ դա հսկայական պատասխանատվություններ է ենթադրում։ Աննան պարզապես քաղցր երեխա չէ։ Նա երբեմն մղձավանջներ է տեսնում այն մասին, թե ինչպես ենք կորցրել տունը։ Նրան շատ էմոցիոնալ անվտանգություն է պետք։ Հատկապես դրա համար։ Ես ուզում եմ լինել այդ անվտանգությունը նրա համար։ Ուզում եմ լինել այն, ինչին դուք արժանի եք եղել միշտ։ Մարկոսը համբուրեց նրան նրբորեն, ամբողջ սիրով երախտագիտությամբ, որը զգում էր։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ լացում էին։ 6 ամիս անց, պարզ, բայց հուզիչ արարողության ժամանակ, Մարկոսը Օլիվիան ամուսնացան։ Աննան հարսնաքույրն էր, շողշողուն մի զգեստով, որը ինքն էր օգնել ընտրել։ Երթումների ժամանակ Օլիվիան դիմեց ոչ միայն Մարկոսին, այլ Աննային։ Խոստանում եմ սիրել պաշտպանել ձեզ երկուսիդ իմ կյանքի մնացած մասը։ Խոստանում եմ լինել այն մայրը, որին Աննան արժանի է, այն ուղեկիցը, որին Մարկոսը միշտ երազել է ունենալ։ Աննան, ով բռնած էր մատանիները, բարձր շշնջաց այնքան բարձր, որ բոլորը լսեցին։ Հիմա մենք իսկական ընտանիք ենք։ Հյուրերի հուզված ծիծաղը արձագանքեց փոքրիկ մատուռում։ 2 տարի անց Մարկոսը գտնվում էր նոր տեխնոլոգիական համալսարանի գագաթին, որը նախագծել էր Ալյանց կորպորացիայի համար։
Դա նորարարական կայուն անվտանգ նախագիծ էր, որը ներառում էր բոլոր դասերը, որոնք նա սովորել էր իր կարիերայի ընթացքում։ Աննան, որն այժմ 10 տարեկան էր, դարձել էր գերազանց աշակերտուհի, սեր էր զարգացրել ճարտարապետության նկատմամբ։ Նա ժամեր էր անցկացնում շենքեր կամուրջներ նկարելով, միշտ հորը հարցնելով շինարարական տեխնիկայի մասին։ Օլիվիան փոխել էր ոչ միայն իրենց կյանքը, այլ իր ընկերությունը։ Նա իրականացրել էր թափանցիկության էթիկայի խիստ քաղաքականություն, դառնալով շուկայում հղում, պատասխանատու կորպորատիվ գործելակերպի համար։ Արոտ կեսօրին նրանք երեքով գտնվում էին իրենց նոր գնած տան այգում։ Դա մեծ բակով տուն էր, որտեղ Աննան կարող էր խաղալ, գրասենյակ, որտեղ Մարկոսը կարող էր աշխատել անձնական նախագծերի վրա։ Հայրիկ, մայրիկ Օլիվիա, ասաց Աննան, օգտագործելով այն տիտղոսը, որը նա սկսել էր օգտագործել բնականաբար։ Գիտեք, թե որն է մեր ընտանիք լինելու լավագույն մասը։ Որն է, արքայադուստրս, հարցրեց Մարկոսը։ Այն, որ մենք օգնում ենք միմյանց։ Ինչպես երբ դուք հանդիպեցիք հիվանդանոցում։ Հայրիկը օգնեց մայրիկին, իսկ հետո նա օգնեց մեզ։ Եվ հիմա մենք բոլորս օգնում ենք միմյանց։ Օլիվիան գրկեց աղջկան, սիրով լի սիրտ զգալով։ Հենց դա է, սիրելիս։ Դա է, ինչ անում են ընտանիքները։ Մարկոսը նայեց իր կյանքի երկու ամենակարևոր կանանց ժպտաց։ Կային օրեր, երբ նա դեռ չէր հավատում, թե ինչպես էր փոխվել իր կյանքը։ Կոտրված մենակ տղամարդուց նա դարձել էր սիրող ընտանիքի մասնագիտորեն իրականացված կյանքի մաս։ Գիտեք, թե ինչ եմ կարծում, ասաց նա գրկելով երկուսին։ Կարծում եմ, որ երբեմն տիեզերքը դավադրություն է անում, ճիշտ մարդկանց ճիշտ պահին տեղադրելու համար։ Ինչպես երբ դուք արյուն նվիրաբերեցիք, հարցրեց Աննան։ Հենց ինչպես երբ ես արյուն նվիրաբերեցի։ Օլիվիան ժպտաց, հիշելով այն անձրոտ կեսօրը, որը փոխել էր ամեն ինչ։ Եվ գիտեք, թե ինչն է ամենազարմանալին։ Ամեն ինչ սկսվեց բարության պարզ արարքից։ Եվ ավարտվեց սիրով, ավելացրեց Մարկոսը։ Չավարտվեց, ուղեց Աննան։ Այն շարունակվում է ամեն օր։ Նա ճիշտ էր։ Սերը շարունակում էր աճել ամեն օր, յուրաքանչյուր քնքուշ ժեստում, յուրաքանչյուր կիսված նվաճումում, յուրաքանչյուր պահին, երբ նրանք ընտրում էին լինել ընտանիք։ Այդ գիշեր, երբ Աննան հանգիստ քնած էր իր սենյակում, զարդարված կամուրջների շենքերի նկարներով, Մարկոսը Օլիվիան գրկախառնվեցին պատշգամբում, նայելով երանի լույսերին։ Որ է ափսոսալի բան կա, հարցրեց Մարկոսը։ Միայն այն, որ ձեզ ավելի շուտ չճանաչեցի, պատասխանեց Օլիվիան։ Իսկ դուք։ Ոչ մի։ Նույնիսկ դժվար տարիների համար։ Դրանք ինձ սովորեցրին գնահատել այն, ինչն իսկապես կարևոր է։ Եվ ինչն է իսկապես կարևոր։ Ընտանիքը, ազնվությունը և քաջությունը ճիշտ անելու, նույնիսկ երբ դա դժվար է։ Օլիվիան նրբորեն համբուրեց ամուսնուն։ Սիրում եմ քեզ, Մարկոս Սալլեն։ Եվ ես սիրում եմ քեզ, Օլիվիա Սալլեն։ Այո, նա փոխել էր ազգանունը։ Առաջին անգամ կյանքում նա ուզում էր լինել ինչ-որ ավելի մեծ բանի մաս, քան իր ընկերությունը, քան իր բիզնեսը։ Նա ուզում էր լինել ընտանիքի մաս։ Եվ երանի ինչ-որ տեղ, նույն գիշեր, մեկ ուրիշը միգուցե բախվում էր դժվարությունների, կարիք ուներ երկրորդ հնարավորության, բարության մի արարքի, որը կփոխեր նրա կյանքը։ Որովհետև երբեմն, ինչպես Աննան էր ասել, այն ամենը, ինչ աշխարհին պետք է, մարդիկ են, ովքեր օգնում են միմյանց, ովքեր ճիշտ են անում, ովքեր հավատում են սիրո փոխակերպող ուժին։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարկոսի, Օլիվիայի, Աննայի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտերին։ Այս ճանապարհորդությունը մեզ ցույց է տալիս, թե ինչպես բարության պարզ ժեստը կարող է փոխել ամբողջ կյանքեր, ինչպես իսկական սերը կարող է բուժել վերքեր, որոնք անհնար էին թվում բուժել։ Այս հույզերը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, նույնքան գրավիչ պատմություններով, որոնք ուսումնասիրում են քավության ընտանիքի ուժը։ Գտեք այն, սեղմելով այստեղ, կողքին։ Եթե այս պատմությունը ձեր մեջ հատուկ բան է արթնացրել, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք նշում են մարդկային կյանքի բարդությունն ու գեղեցկությունը։ Մեկնաբանություններում պատմեք մեզ, պատմության որ պահը ձեզ ամենաշատն է հուզել։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր մտորումները կարդալուն ձեզ հետ շարունակելու կիսվել այս էմոցիոնալ ճանապարհորդություններով։